Նա կարծում էր, որ իր մաքրությունը գաղտնիք է մինչ վերելակում չափից դուրս շատ շշնջալը։ Բացահայտումը նրա շուրթերից դուրս սահեց որպես մեղք, նա այնտեղ էր, լսելով յուրաքանչյուր մանրուք։ Ընկերության ամենասարսափելի մարդը, այժմ հայացքը նրա վրա հառած, ավելին քաղցած։ Այդ էլեկտրական լռության մեջ սկսվեց մի վտանգավոր խաղ, որտեղ գայթակղությունը թելադրում էր կանոնները։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին կիսվեք սիրելիների հետ։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Մանր անձր էր գալիս Երանի վրա, երբ Կարինե Դավթյանն անջատեց Innovatec-ի վարչական բաժնի համակարգիչը, երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը։ 24 տարեկան, գանգուր մազերը միշտ հավաքած աննկատ կոկիկ հանգույցով, հասարակ, բայց խնամված հագուստ։ Սովորական կին անուշադիր աչքերի համար, բայց իր հետ կրելով մի գաղտնիք, որը նրան ավելի ու ավելի ընտրողական էր դարձնում սրտի հարցերում։ Կարինեն նայեց ժամացույցին՝ 19:42։ Եվս մեկ օր, որը երկարել էր սովորական աշխատանքային ժամերից դուրս։ Մատները ցավում էին զեկույցներ աղյուսակներ մուտքագրելուց, աչքերը կիզվում էին էկրանին հառած ժամերից։ Այն ամենը, ինչ նա ուզում էր, հասնել իր փոքրիկ բնակարանը Արաբկիրում, հանել կիպ կոշիկները, դիտել այն սերիալը, որը կիսատ էր թողել նախորդ գիշեր։ Վերջապես, մրմնջաց նա իրեն, պայուսակի մեջ դնելով իր իրերը։ Գրասենյակն արդեն գրեթե դատարկ էր, միայն մի քանի լույսեր էին վառված մշակման բաժնում, որտեղ միշտ ինչ-որ մեկը ուշ էր աշխատում։ Ընդունարանով անցնելիս նա ձեռքով արեց տիկին Զարուհուն, բարեհամբույր տիկնոջը, ով ավելի քան 2 տասնամյակ վերահսկում էր շենքի մուտքի ելքի հոսքը։ Ավելի ուժեղ անձր կգա, Կարինե։ Հովանոց բերել ես։ Այո, բերել եմ, տիկին Զարուհի։ Շնորհակալություն հոգատարության համար։ Սա նրա առօրյան էր։ Կայուն աշխատանք խոշոր ընկերությունում, կանխատեսելի առօրյա, կյանք, որը շատերը միապաղաղ կհամարեին, բայց որը նա մանրակրկիտ ընտրել էր։ Կարինեն կազմակերպված էր, նվիրված, հարգված իր իրավասության զուսպ լինելու համար։ Այնտեղ ոչ ոք շատ բան չէր կարող ասել նրա անձնական կյանքի մասին, նա այդպես էր նախընտրում։ Վերելակ հասնելուն պես նա հանգիստ շունչ քաշեց, այն դատարկ գտնելով։ Սեղմեց առաջին հարկի կոճակը, հենց դռները փակվեցին, հեռախոսը զանգեց։ Դա Նարեն էր, նրա լավագույն ընկերուհին կառավարման ֆակուլտետի տարիներից։ Ասա, Նարե, պատասխանեց Կարինեն, պայուսակը ուսին հարմարեցնելով։ Ուրեմն, ինչ։ Ինչպես անցավ երեկվա հանդիպումը։ Ամեն ինչ պատմիր։ Տղան իսկապես գեղեցիկ էր, թե։ Հավելվածի նկարը կեղծ էր։ Կարինեն աչքերը պտտեց, հիշելով այն աղետը, որը եղել էր ընթրիքը իրավաբանի հետ, ում ճանաչել էր ծանոթությունների հավելվածից։ Նարեի անհաջող փորձը, նրան չորությունից հանելու, ինչպես ընկերուհին հաճախ էր ասում։ Սարսափելի էր, Նարե, պատասխանեց նա, չնկատելով, որ վերելակը կանգնել էր տնօրինության հարկում։ Տղան միայն իր մասին էր խոսում, հարցրեց, արդյոք ես որե հետաքրքիր փորձ ունեմ պատմելու, երբ ես շեղվեցի թեմայից, սկսեց խոսել, որ մեր տարիքի կանայք, ովքեր ակտիվ սեռական կյանք չունեն, պետք է որե հոգեբանական խնդիր ունենան։ Դռները բացվեցին, բայց Կարինեն այնքան էր տարված խոսակցությամբ, որ չնկատեց մեկի ներկայությունը, ով սպասում էր ներս մտնելու։ Ես հոգնել եմ, Նարե։ Հոգնել եմ այդ մակերեսային տղամարդկանցից, ովքեր միայն մահճակալի մասին են մտածում։ Նրանք չեն հասկանում, որ ես ընտրել եմ սпасել մեկին, ով արժանի է, մեկին, ով կհարգի ինձ։ 24 տարեկանում կույս լինելը հանցագործություն է դարձել այս երկրում։ Հենց այդ ժամանակ նա նկատեց իր կողքին շարժվող ստվեր։ Հայացքը բարձրացրեց, զգաց, որ արյունը սառեց երակներում։ Այնտեղ իր անթերի կոստյումով վեհորեն կանգնած էր Գորգ Վարդանյանը, Innovatec-ի գործադիր տնօրենը։ Նրա խորը շագանակագույն աչքերը հառած էին նրա վրա, մի արտահայտությամբ, որը Կարինեն չկարողացավ վերծանել։ Ես պետք է անջատեմ, շնջաց նա ընկերուհուն, դողացող մատներով ավարտելով զանգը։ Հետաց լռությունը թվում էր այնքան խիտ, որ կարելի էր դանակով կտրել։ Կարինեն ցանկացավ, որ վերելակի հատակը բացվի նրան կուլ տա հենց այնտեղ։ Գորգ Վարդանյանը 38 տարեկան, կորպորատիվ Հայաստանի աշխարհում կենթանի լեգենդ էր։ Նա հոր փոքրիկ ծրագրային ապահովման ընկերությունը մեկ տասնամյակից պակաս ժամանակահատվածում վերածել էր տեխնոլոգիական հսկայի։ Նա հայտնի էր իր սուր խելքով, անողոք որոշումներով, սպառնալից արտաքինով։
Աշխատակիցները նրան թիկունքի հետում անվանում էին կայսր ոչ միայն այն իշխանության համար, որը նա ուներ, այլ այն հեղինակության աուրայի համար, որը նրան ուղեկցում էր։ Եվ հիմա նա այնտեղ էր, կիսելով այդ մի քանի քառակուսի մետրը նրա հետ, լսելով նրա ամենախորը խոստովանությունը։ «Պարոն Վարդանյան», մրմնջաց նա, զգալով, որ դեմքը այրվում է։ «Բարի երեկո»։ Նա անմիջապես չպատասխանեց։ Նրա աչքերը ուսումնասիրում էին նրան անհանգստացնող ինտենսիվությամբ։ «Առաջին հարկո՞մ», հարցրեց նա վերջապես, նրա խորը ձայնը լցրեց փոքրիկ տարածքը։ «Այո», Կարինեն կարողացավ պատասխանել, հայացքը հառած դռանը, ցանկանալով, որ մնացած 13 հարկերը անցնեն աչքի թարթելով։ Վերելակը կրկին կանգնեց, այս անգամ ստորգետնյա ավտոկայանատեղիում։ Ի սարսափին, գորգը դուրս չեկավ։ Փոխարենը, նա մի ձեռքով բռնեց դուռը, նայեց նրան։ «Ձեր ընտրություններում ոչ մի սխալ բան չկա, տիկին Դավթյան»։ Կարինե Դավթյան, նա ավտոմատ կերպով ավարտեց, զարմացած մեկնաբանությունից։ «Տիկին Դավթյան, ձեր անձնական ընտրությունները հենց դա են, անձնական։ Եվ ցանկացած տղամարդ, ով դրանք չի հարգում, արժանի չէ ձեր ժամանակին»։ Ասելով դա, նա դուրս եկավ, Կարինեին թողնելով քարացած։ Դռները փակվեցին, վերելակը շարունակեց իր իջնելը մինչ առաջին հարկ, բայց նա դժվարությամբ էր մարսում կատարվածը։ Ընկերության վախենալի գործադիր տնօրենը, այն մարդը, ով մատների մեկ հարվածով կարող էր ցանկացածին աշխատանքից ազատել, հենց նոր մխիթարել էր նրան։ Անձրն ուժեղացել էր, երբ Կարինեն վերջապես հասավ մետրոյի կայարան։ Լցված վագոնի ներսում նրա միտքը դեռ փորձում էր հասկանալ տարօրինակ հանդիպումը։ Վաղը հրաժարական կտամ, մտածեց նա, մահացու ամոթ զգալով։ Ինչպես կարող էր նա նորից նայել Գորգ Վարդանյանին, իմանալով, որ նա տեղյակ է իր ամենախորը գաղտնիքից։ Փոքրիկ բնակարանը, որը նա կիսում էր իր ընկերուհու հետ, դատարկ էր, երբ նա հասավ։ Գայանեն, բուժքույր, հերթապահության մեջ էր այդ գիշեր։ Կարինեն շնորհակալություն հայտնեց մենության պահի համար, իր օրվա աղետը մարսելու համար։ Տաք ցնցուղից մեկ բաժակ թեյից հետո նա զանգահարեց Նարեին, պատմելու կատարվածի մասին։ Աստված իմ, Կարինեն։ Ընկերուհու ձայնը այնքան բարձր հնչեց, որ նա ստիպված եղավ հեռացնել հեռախոսը ականջից։ Դու ասացիր, որ կույս ես Գևորգ Վարդանյանին։ Ես նրան չեմ ասել, Նարե։ Նա լսել է մեր խոսակցությունը վերելակում։ Ավելի վատ է։ Եվ ինչ ասաց նա։ Քեզ աշխատանքից կազատի։ Քեզ նվաստացրեց։ Կարինեն վարանեց, հիշելով ճշգրիտ բառերը։ Իրականում նա քաղաքավարի էր։ Քաղաքավարի։ Կայսրը։ Համոզված ենք, որ նույն մարդու մասին ենք խոսում։ Խոսակցությունը տեց գրեթե 1 ժամ, Նարեն հերթագայում էր ծիծաղի նոպաների գործադիր տնօրենի անսպասելի պահվածքի մասին դավադիր տեսությունների միջ։ Կարինեն, իր հերթին, տատանվում էր ամոթի տարօրինակ հետաքրքրության միջ։ Հաջորդ առավոտ Կարինեն եկավ աշխատանքի, վճռականորեն գլուխը ցած պահել խուսափել տնօրինության հետ ցանկացած շփումից։ Նրա պլանը հիանալի գործեց մինչ ճաշի ժամը, երբ նա էլեկտրոնային նամակ ստացավ, որը ստիպեց նրա սիրտը արագ զարկել։ Ուղարկող Vardanyan Innovatic, ստացող Karen, Devtian Innovatic, թեմա, հանդիպում 15:00 Տիկին Դավթյան, խնդրում եմ ձեր ներկայությունը իմ գրասենյակում այսօր ժամը 15:00-ին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարց քննարկելու համար։ Հարգանքներով, Գորգ Վարդանյան գործադիր տնօրեն, Innovatic տեխնոլոգիա, նա ինձ աշխատանքից կազատի, նրա առաջին միտքն էր։ Իհարկե, նա ինձ աշխատանքից կազատի։ Հավանաբար ավելի լավ է մտածել որոշել, որ չի ուզում պրոբլեմատիկ աշխատող ընկերությունում։ Հաջորդ ժամերը տանջանք էին։ Կարինեն դժվարությամբ ճաշեց, ստամոքսը խառնվում էր անհանգստությունից։ Ժամը 14:55-ին զուգարանում իր աննկատ դիմահարդարումը թարմացնելուց ապարդյուն փորձելուց հետո վերահսկել իր անկառավարելի գանգուրները, նա ուղղվեց վերջին հարկ։ Նախագահության նախասրահը մինիմալիստական միջավայր էր մոխրագույն սպիտակ երանգներով, միայն մեկ քարտուղարուհի, անտարբեր արտահայտությամբ։ Կարինե Դավթյան։ Ես հանդիպում ունեմ պարոն Վարդանյանի հետ ժամը 15:00-ին, հայտարարեց նա, փորձելով վերահսկել ձայնի դողը։ Նա սպասում է։ Կարող եք ներս մտնել, պատասխանեց կինը, առանց համակարգչից աչքերը բարձրացնելու։
Գրասենյակը հենց այնպիսին էր, ինչպիսին Կարինեն պատկերացնում էր լայնարձակ հատակից առաստաղ պատուհաններով, որոնք քաղաքի համայնապատկերային տեսարան էին առաջարկում, ժամանակակից կահույք հսկայական ապակե սեղան, որի մոտ նստած էր գորգը, փաստաթղթեր վերլուծելով։ Տիկին Դավթյան, ճշտապահեք։ Նստեք, խնդրում եմ, նա առանց շրջանցելու ժեստ արեց իր դիմացի աթոռին։ Կարինեն հնազանդվեց, ձեռքերը ծնկներին խաչած, դողը թաքցնելու համար։ Նա ավելի ուշադիր դիտեց նրան հիմա։ Գորգ Վարդանյանն ուներ ուժեղ դիմագծեր, հստակ ծնոտ, սմազեր, քունքերում մոխրագույն մազափնջերով, որոնք նրան էլ ավելի հարգալից տեսք էին հաղորդում։ Կեցվածքը անթերի էր, նույնիսկ նստած վիճակում նա զսպված ուժի զգացում էր փոխանցում։ Կարծում եմ, դուք մտածում եք, թե ինչու եմ ձեզ այստեղ կանչել։ Եթե երեկվա մասին է, պարոն Վարդանյան, ես իսկապես շատ եմ ցավում շփոթության համար։ Իմ կողմից բոլորովին անտեղի էր անձնական խոսակցություն ունենալ ընկերության վերելակում, նա ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրան։ Ես ձեզ այստեղ չեմ կանչել ձեզ հանդիմանելու համար, տիկին Դավթյան։ Կարինեն թարթեց աչքերը, շփոթված։ Մենք ստացել ենք Թեկնոհեյից հայտ, ներդնելու նույն կառավարման համակարգը, որը մենք մշակել ենք նրանց համար անցյալ տարի, շարունակեց նա։ Ինձ անհրաժեշտ է վարչական բաժնից մեկը, ով լավ է ճանաչում մեր ներքին կառուցվածքը, ներդրման թիմը ղեկավարելու համար։ Եվ դուք ուզում եք, որ ես դա անեմ։ Թեթ ժպիտ անցավ նրա շուրթերով, այնքան արագ, որ Կարինեն գրեթե հավատաց, թե պատկերացրել է։ Ես վերլուծել եմ ձեր պատմությունը ընկերությունում։ 3 տարի մեզ հետ, միշտ ճշտապահ, կազմակերպված, հայտնի ձեր զուսպ լինելու իրավասության համար։ Ձեր վերջին ղեկավարը շեշտել է ձեր կարողությունը լուծելու բարդ խնդիրներ առանց աղմուկ բարձրացնելու։ Կարինեն զգաց, որ ջերմություն է բարձրանում պարանոցով։ Նա չէր սպասում, որ գործադիր տնօրենը ինքը տեղյակ կլինի իր գոյության մասին, առավելս իր կատարողականի մասին։ Սա աճի հնարավորություն է, տիկին Դավթյան։ Նախագիծը գտի մոտ 3 ամիս, հաջողության դեպքում կարող է հանգեցնել զգալի առաջխաղացման։ Դա անիրական էր։ Նրան առաջարկվում էր ղեկավարի պաշտոն Կարոր նախագծում իր կարիերայի ամենաշփոթեցնող դրվագից հետո։ Ինչու ես, բառերը դուրս թռան նախքան նա կարողացավ զսպել դրանք։ Գորգը մի պահ ուսումնասիրեց նրան, նրա թափանցող աչքերը կարծես տեսնում էին այն մասնագիտական դիմակի հետում, որը նա այդքան ջանք էր գործադրում պահպանելու համար։ Որովհետև ես նախընտրում եմ աշխատել իսկական մարդկանց հետ, տիկին Դավթյան։ Եվ դուք ինձ հենց այդպիսին եք թվում։ Հանդիպման մնացած մասն անցավ մշուշի մեջ։ Կարինեն դուրս եկավ գործադիր տնօրենի գրասենյակից, գլուխը պտտվելով, փաստաթղթերով լի թղթապանակով նախագիծ ղեկավարելու պատասխանատվությամբ, որը կարող էր ամբողջությամբ փոխել նրա կարիերայի ուղին ընկերությունում։ Այդ գիշեր տուն հասնելուն պես, դեռ փորձելով մարսել օրվա իրադարձությունները, Կարինեն հաղորդագրություն ստացավ հեռախոսին։ Անհայտ համարից։ Ընթրիք վաղը։ Նախագծի մանրամասները քննարկելու համար։ Ավան այգի ռեստորան 20:00։ Գ.V. նրա սիրտը արագացավ։ Դա պարզապես աշխատանքային հաղորդագրություն չէր, երկուսն էլ դա գիտեին։ Դա հրավեր էր, որը կարող էր ամեն ինչ փոխել։ Հրավեր այն մարդուց, ով մինչ 3 թվում էր այնքան հեռու, որքան աստղը։ Կարինեն երկար րոպեներ նայեց հեռախոսի էկրանին, նախքան դողացող մատներով պատասխանելը։ Ես այնտեղ կլինեմ։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Կարինեն 20-րդ անգամ նայեց իրեն հայելու մեջ այդ գիշեր, դժգոհ իր արտաքինի յուրաքանչյուր մանրուքից։ Նա փորձել էր իր համեստ զգեստապահարանի գրեթե բոլոր հագուստները, նախքան որոշել էր պարզ, բայց էլեգանտ մուգ կապույտ զգեստը, իր ունեցած ամենաբարդը, որը գնել էր զեղչերով 2 տարի առաջ ֆակուլտետի ավարտական երեկոյի համար։ Դա պարզապես աշխատանքային ընթրիք է, կրկնում էր նա իրեն, քսելով աննկատ շրթներ։ Բայց նրա արագացած սիրտը մատնում էր, որ նույնիսկ ինքը չէր հավատում դրան։ Տաքսին նրան թողեց Ավան այգու դիմաց ուղիղ 19:55-ին։ Ռեստորանը Երանի այն բացառիկ վայրերից էր, որոնց մասին Կարինեն գիտեր միայն անունով ամսագրերի նկարներից։ Աննկատ ճակատը չէր բացահայտում ինտերիերի շքեղությունը, բայց սպիտակ ձեռնոցներով մանրատախտակագործը կայանված ներմուծված մեքենաներն արդեն հուշում էին միջավայրի մասին։ Խորը շունչ քաշելով, նյարդայնությունը հանգստացնելու համար, նա ներկայացավ մետրդոտելին։ Ես պատվեր ունեմ պարոն Գորգ Վարդանյանի հետ։
Մարդը հակիրճ ուսումնասիրեց նրան, զարմանքի մի փայլ անցավ նրա դեմքով, կապելով այդ պարզ երիտասարդ կնոջը հզոր գործարարի անվան հետ։ Այստեղով, տիկին։ Նրան ուղեկցեցին հեռու սեղանի մոտ, պատուհանի մոտ, դեպի ներքին այգին, որը անուն էր տվել հաստատությանը։ Գորգն արդեն այնտեղ էր, հագած մուգ մոխրագույն կոստյում, որը կարծես կարվել էր հատուկ նրա վերկազմվածքը ընդգծելու համար։ Նա ոտքի կանգնեց, երբ տեսավ նրան, մի ժեստ, որը զարմացրեց նրան։ Տիկին Դավթյան։ Կրկին ճշտապահ եք։ Կարող եք ինձ Կարինե կոչել, պատասխանեց նա, փորձելով ավելի վստահ հնչել, քան իրեն զգում էր։ Միայն եթե ինձ Գորգ կոչեք, պատասխանեց նա, թեթ ժպիտով մեղմելով իր միշտ լուրջ դիմագծերը։ Մատուցողը լուր հայտնվեց, մատուցելով ճաշացուցակները խորհուրդ տալով տան գինին։ Կարինեն զգաց, որ ստամոքսը սուզվում է, նկատելով ճաշացուցակում գների բացակայությունը։ Ֆիլե կարմիր գինու նվազեցմամբ տան մասնագիտությունն է, մեկնաբանեց Գորգը, նկատելով նրա անհանգստությունը։ Կարող եմ երկուսիս համար պատվիրել, եթե վստահեք իմ առաջարկին։ Նա գլխով արեց, շնորհակալ լինելով օգնության համար։ Այդ աշխարհի բարդությունը բոլորովին անծանոթ էր մեկի համար, ով մեծացել էր կենտրոնի միջին դասի ընտանիքի պարզության մեջ, հաշվապահի տարրական դպրոցի ուսուցչուհու դուստր։ Պատվերը կատարելուց հետո նրանց միջ անհարմար լռություն տիրեց։ Կարինեն նյարդայնորեն խառնեց սպիտակեղենի անձեռոցիկը, մինչ Գորգը դիտում էր նրան անհանգստացնող ինտենսիվությամբ։ Դուք մտածում եք, թե ինչու եմ ձեզ իսկապես ընթրիքի հրավիրել, ասաց նա վերջապես, ոչ թե որպես հարց, այլ որպես փաստ։ Թեքնոհեյի նախագիծը, նա ավտոմատ կերպով պատասխանեց, կառչելով մասնագիտական պատրվակից։ Դա կարող էինք քննարկել վաղը, գրասենյակում։ Կարինեն կուլ տվեց։ Ուրեմն ինչու՞։ Ենք մենք այստեղ։ Գորգը մտածկոտ պտտեց գինու բաժակը մատների արանքում։ Որովհետև դու ինձ հետաքրքրեցիր, Կարինե Դավթյան։ Ես։ Ինչպես կարող է սովորական վարչական աշխատողը հետաքրքրել երկրի խոշորագույն ընկերություններից մեկի գործադիր տնօրենին։ Նա մի պահ ուսումնասիրեց նրան, նախքան պատասխանելը։ Հենց նրա համար, որ սովորական չես։ Մի աշխարհում, որտեղ բոլորը կարծես դիմակներ են կրում, դու իսկական ես։ Նույնիսկ վերելակի այն շփոթեցնող պահին դու ոչ մեկին չէիր փորձում տպավորել։ Դու պարզապես դու էիր, պաշտպանելով քո ընտրությունները, քո համոզմունքները։ Կարինեն զգաց, որ դեմքը այրվում է, հիշելով, թե ինչ էր նա լսել։ Դրա մասին դա իսկապես շփոթեցնող է։ Չպետք է լինի, նա վճռականորեն պատասխանեց։ Այսքան հիպերսեքսուալացված հասարակության մեջ, որտեղ ամեն ինչ կարծես պտտվում է արտաքինի մակերեսային նվաճումների շուրջ, ինչ-որ նշանակալի բանի սպասել ընտրելը հիացմունքի արժանի է։ Ընթրիքն անցավ զարմանալիորեն հաճելի։ Բոլոր սպասումներին հակառակ, խոսակցությունը բնականon հունով ընթացավ։ Գորգը հարցրեց նրա ընտանիքի, ուսման երազանքների մասին։ Կարինեն պարզեց, որ կայսրի սառը արտաքինի հետում կա դիտորդ, խելացի, զարմանալիորեն, լավ լսող մարդ։ Դուք մեծացել եք կենտրոնում։ Ես լավ եմ ճանաչում այդ թաղամասը։ Իմ տատը այնտեղ էր ապրում, ԵՊՀ-ի մոտ։ Այս փոքրիկ մանրուքը մարդկայնացրեց գործադիր տնօրենին Կարինեի աչքերում։ Աստիճանաբար նա թուլացավ, թույլ տալով իրեն նույնիսկ ծիծաղել որոշ հեգնական դիտողությունների վրա, որոնք նա անում էր կորպորատիվ աշխարհի մասին, որում նրանք երկուսն էլ ապրում էին այնքան տարբեր ձևով։ Ընկերության մարդիկ կզարմանային իմանալով, որ վախենալի պարոն Վարդանյանը հումորի զգացում ունի, մեկնաբանեց նա, դժվար հաճախորդի մասին առանձնապես զվարճալի անեկդոտից հետո։ Մարդիկ տեսնում են այն, ինչ ակնկալում են տեսնել, Կարինե։ Խիստ ղեկավարի դերը իր օգտակարությունն ունի կորպորատիվ միջավայրում, բայց դա այն չէ, թե ով եմ ես միշտ։ Երբ աղանդերը հասավ նուրբ մարակույայի մուս, որը հալվում էր բերանում, Կարինեն նկատեց, որ գրեթե չէին խոսել այն նախագծի մասին, որը ենթադրաբար հանդիպման պատճառն էր։ Թեքնոհեյի մասին նա սկսեց, փորձելով վերադառնալ մասնագիտական նպատակին։ Վաղը նա մեղմորեն ընդհատեց. Այս գիշերը այն մարդուն ճանաչելու մասին է, ում հետ ես աշխատելու եմ առաջիկա ամիսներին, ոչ թե աղյուսակների ժամանակացույցերի մասին։ Երեկոյի վերջում, երբ Գորգը նրան ուղեկցում էր տաքսի, Կարինեն իրեն էմոցիոնալ շփոթության մեջ էր զգում։ Կողքի տղամարդը լիովին տարբեր էր այն վախեցնող կերպարից, ով երկաթյա ձեռքով ղեկավարում էր Ennovatec-ը։ Շնորհակալություն ընթրիքի համար, ասաց նա, մինչ սպասում էին մեքենային։ Դա անսպասելի էր։ Լավ իմաստով,
հուսով եմ։ Լավագույն իմաստով, անկեղծորեն պատասխանեց նա։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ մենք լիովին տարբեր աշխարհներից ենք, պարոն Վարդ։ Գորգ։ Նա դիտեց նրան այդ թափանցող հայացքով, որը կարծես տեսնում էր նրա միջով։ Միգուցե հենց դա է ամեն ինչ ավելի հետաքրքիր դարձնում։ Տաքսին եկավ, ընդհատելով պահը։ Գորգը բացեց դուռը նրա համար, պարզ ժեստ, բայց որը ցույց էր տալիս հին, գրեթե ժամանակից դուրս կրթություն։ Մինչ վաղը, Կարինե։ Նախքան նա կպատասխաներ, նա ավելացրեց. Եվ եթե թույլ կտաք համարձակվել, դուք բացարձակապես գեղեցիկ եք այս զգեստով։ Դեպի իր բնակարան վերադարձի ողջ ճանապարհին Կարինեն փորձում էր համոզել իրեն, որ դա պարզապես մասնագիտական ընթրիք էր, որ իր ստամոքսում թիթեռները պարզապես թանկարժեք գինու իրավիճակի նորույթի արդյունք էին։ Բայց նրա մի մասը գիտեր, որ ինչ-որ բան անդառնալիորեն փոխվել էր այդ գիշեր։ Հաջորդ առավոտ մի տուփ էր սպասում նրա սեղանին։ Դրա մեջ, վերջին սերնդի պլանշետ, ձեռագիր գրությամբ։ Ձեր աշխատանքը նախագծի վրա հեշտացնելու համար։ Հանդիպում ժամը 14:00-ին կոնֆերանս դահլիճում։ Գ. Աստված իմ, ինչ էր դա երեկ գիշեր, Նարեն գրեթե բղավեց հեռախոսով ճաշի ժամին, երբ Կարինեն պատմեց իրադարձությունները։ Դա պարզապես ընթրիք էր նախագիծը քննարկելու համար, Նարե։ Ահ, իհարկե։ Եվ ես Անգլիայի թագուհին եմ։ Տղամարդը քեզ տարավ քաղաքի ամենաբացառիկ ռեստորանը, գրեթե չխոսեց նախագծի մասին, քեզ գովեց, այսօր թանկարժեք նվեր ուղարկեց։ Կարինե, նա ակնհայտորեն հետաքրքրված է քեզանով։ Դա ծիծաղելի է։ Նա Գորգ Վարդանյանն է։ Կարող էր ունենալ ցանկացած կնոջ, ում կցանկանար։ Մոդելներ, դերասանուհիներ, նրա հետ նույն մակարդակի գործարար կանայք։ Բայց նա քեզ է ուզում, ընկերուհիս։ Այն կույս վարչական օգնականը, ով նրան հմայեց վերելակում։ Նարե, Կարինեն հանդիմանեց, շուրջը նայելով, որ համոզվի, թե ճաշարանում ոչ ոք չի լսել։ Ես պարզապես արձանագրում եմ ակնհայտը։ Իսկ դու, հետաքրքրված ես նրանով։ Հարցը մի քանի վայրկյան կախված մնաց օդում։ Կարոր չէ, Կարինեն վերջապես պատասխանեց։ Մենք տարբեր աշխարհներից ենք։ Դա երբեք չէր ստացվի։ Թող նա որոշի դա, պատասխանեց Նարեն։ Իդեպ, դու չպատասխանեցիր իմ հարցին։ Կարինեն հոգոց հանեց։ Նա տարբեր է, քան պատկերացնում էի։ Խելացի, ուշադիր, նույնիսկ զվարճալի։ Բայց նա իմ շեֆն է, Նարե։ Իմ գերագույն շեֆը։ Դա ամեն ինչ բարդացնում է։ Հաջորդող շաբաթներին Կարինեն ընկղմվեց Թեկնոհեյի նախագծի մեջ։ Գորգի հետ հանդիպումները հաճախակի դարձան, աշխատանքային ժամերին միշտ պրոֆեսիոնալ։ Բայց ընթրիքներդ առաջընթացը քննարկելու համար շարունակվեցին, ավելի ու ավելի անձնական, ավելի ու ավելի քիչ աշխատանքի մասին։ Այդպիսի հանդիպումներից մեկում, գրեթե 1 ամիս միասին աշխատելուց հետո, Գորգը նրան զարմացրեց անսովոր հրավերով։ Կցանկանաք ինձ հետ գալ գրքի փառատոն այս հանգստյան օրերին։ Կարինեն հոնքերը բարձրացրեց, զարմացած։ Դուք հաճախում եք փառատոնին։ Ես գրքոտ ընթերցող եմ, հավատացեք թե ոչ։ Եվ այն, ինչ դուք ինձ պատմեցիք, դուք նույնպես գնահատում եք գրականությունը։ Դա ճիշտ էր։ Իրենց խոսակցություններից մեկում Կարինեն նշել էր իր գիրքը պատմական վեպերի հայկական պոեզիայի նկատմամբ, մի հետաքրքրություն, որը ժառանգել էր իր մայրիկից։ Ուսուցչուհուց։ Կարծում էի, որ ձեզ նման մարդիկ հաճախում են միայն ժամանակակից արվեստի պատկերասրահներ, հազվագյուտ ստեղծագործությունների աճուրդներ, կատակեց նա։ Ինձ նման մարդիկ։ Նա ժպտաց, զվարճացած մեկնաբանությունից։ Դուք գիտեք։ Միլիոնատերեր, գործադիր տնօրեններ, էլիտա։ Կարծում եմ, պետք է ձեզ ցույց տամ, որ ինձ նման մարդիկ պարզապես մարդիկ են, Կարինե։ Նա ընդունեց հրավերը, հետաքրքրված Գորգի այս կողմը ճանաչելու համար, կորպորատիվ միջավայրից դուրս։ Շաբաթ օրը նա նրան վերցրեց իր բնակարանից, հագած ջինսեր պոլո վերնաշապիկ, մի տեսք, որը նրան գրեթե անճանաչելի էր դարձնում թանկարժեք կոստյումներով միշտ անթերի գործադիրի համեմատ։ Տարբեր եք, մեկնաբանեց Կարինեն մեքենա մտնելիս։ Ավելի լավ, թե։ Ավելի վատ։ Տարբեր, նա կրկնեց, ժպտալով։ Ավելի մատչելի, միգուցե։ Փառատոնը լեփ-լեցուն էր, ինչպես միշտ լինում էր հանգստյան օրերին։
Գորգը լիովին հանգիստ էր բազմության մեջ, աշխույժ զրուցելով իր սիրելի հեղինակների մասին, բացահայտելով ընդհանուր գրական ճաշակները, քննարկելով կարծիքներ դասականների նորույթների մասին։ Երբեք չէի պատկերացնի, որ կսիրեի Կլարիս Լիսպեկտորին, մեկնաբանեց Կարինեն, երբ նա գնեց Աստղի ժամը հատուկ հրատարակությունը։ Երջանկությունը հայտնվում է նրան, ով գիտակցում է, որ երջանիկ է, մեջբերեց Գորգը։ Կլարիսը միշտ հիշեցնում է ինձ ներկա լինելու, փոքրիկ պահերը գիտակցելու կարողության մասին։ Այդ օրը նշանավորեց նրանց միջ դինամիկայի փոփոխություն։ Նրանք այլս պարզապես գործադիր տնօրենը աշխատողը չէին, ովքեր երբեմն ընթրիք էին ունենում։ Աճող կապ կար, համերաշխություն, որը դուրս էր կորպորատիվ հիերարխիաներից։ Հաջորդող հանգստյան օրերին Կարինեի հերթն էր Գորգին ցույց տալ իր աշխարհը։ Նա նրան տարավ կենտրոնի կիրակնօրյա շուկա, որտեղ մանկուց թարմ մրգեր էր գնում։ Նրան ներկայացրեց թաղամասի լավագույն պաստելը, փոքրիկ անշուք հացատանը, որտեղ նա դեռահասության տարիներից սուրճ էր խմում։ Իր զարմանքին Գորգը կարծես իսկապես հիացած էր այդ պարզ փորձառություններով, այնքան հեռու այն շքեղությունից, որին նա սովոր էր։ Սա իսկապես լավագույն պաստելն է, որ երբեք երել եմ, խոստովանեց նա, մինչ նստած էին պլաստիկ սեղանի շուրջ, պարզ ապակե բաժակներով սուրճ խմելով։ Եվ այն տիկինը, ով մեզ սպասարկեց, քեզ մանկուց ճանաչում է։ Տիկին Մարլեն։ Նա ինձ թաքուն բրիգադեյրո էր տալիս, երբ մայրիկիս հետ էի գալիս, Կարինեն ժպտաց հիշելով։ Այս թաղամասը լի է պատմություններով ինձ համար։ Գորգը դիտեց նրան այդ ինտենսիվությամբ, որը միշտ ստիպում էր նրան կարմրել։ Դու բախտավոր ես, գիտես։ Այսպիսի արմատներ ունենալը, հիշողություններ, մարդիկ, ովքեր տեսել են քո աճը։ Իսկ դու չես ունեցել դա։ Տխրության մի փայլ անցավ նրա դեմքով։ Հայրս միշտ զբաղված էր կայսրություն կառուցելով։ Մենք անընդհատ տեղափոխվում էինք, ինչպես պահանջում էին գործերը։ Ես ապրել եմ 3 երկրում մինչ 12 տարեկանս։ Մասնավոր դպրոցներ, շքեղ բնակարաններ, բայց ոչ մի տեղ, որը կարող էի տուն անվանել։ Դա առաջին անգամն էր, որ Գորգը նման անձնական բան բացահայտեց իր անցյալի մասին։ Կարինեն հասկացավ, որ չնայած իր ողջ հարստությանը իշխանությանը, նրա մեջ կար մի մենություն, որը հակադրվում էր այն ջերմ պարզությանը, որում նա մեծացել էր։ Իննովեյթ-ում լուրեր սկսեցին շրջանառվել։ Անհնար էր թաքցնել, որ ինչ-որ բան էր կատարվում գործադիր տնօրենի վարչական բաժնի երիտասարդ կնոջ միջ, հատկապես, երբ նա սկսեց հայտնվել նրա բաժնում, ավելի ու ավելի թափանցիկ պատրվակներով։ Կայսրը կրկին այցելում է պլեբեյների թագավորություն, մեկնաբանեց Անի Մարգարյանը, աշխատակցուհի, ով հայտնի էր իր թույնով, երբ Գորգը հեռացավ Կարինեի հետ կարճ զրույցից հետո։ Մենք աշխատում ենք նույն նախագծի վրա, Անի։ Իհարկե, աշխատում եք, պատասխանեց կինը չար ժպիտով։ Եվ ես ֆիզիկայի Նոբելյան մրցանակի հաջորդ թեկնած ունեմ։ Մեկնաբանությունները բազմապատկվեցին, որոշները չարամիտ, ակնարկելով, որ Կարինեն կյանքում առաջ էր գնում հնագույն մեթոդներով։ Մյուսները ավելի բարեհաճ, պարզապես զարմանք էին հայտնում միշտ անմատչելի Գորգի հետաքրքրության համար մեկի նկատմամբ, ով այնքան սովորական էր։ Մի լսիր նրանց, խորհուրդ տվեց Նարեն ճաշի ժամին։ Նրանք նախանձում են։ Ընկերության կանանց կեսը ձեռքը կտար քո տեղում լինելու համար։ Միայն դա չէ, Նարե։ Նրանք մի բանում ճիշտ են, մենք տարբեր աշխարհներից ենք։ Որքան ժամանակ է, մինչ նա կհոգնի նորույթից կհասկանա, որ կենտրոնի պարզ աղջիկը տեղ չունի նրա տիեզերքում։ Նարեն բռնեց նրա ձեռքը սեղանի վրայից։ Իսկ եթե փոխարենը նա արդեն հասկացել է, որ աշխարհի ողջ շքեղությունը ոչինչ չարժե առանց իրական մեկի կողքին։ Մեկի, ով նրան տեսնում է որպես մարդ, ոչ թե որպես գավաթ կամ բանկային հաշիվ։ Ընկերուհու խոսքերը արձագանքում էին Կարինեի մտքում օրվա մնացած մասի ընթացքում։ Հնարավոր էր արդյոք, որ բոլոր տարբերությունների չնայած, նրանք իսկապես ինչ-որ իսկական բան էին գտել միմյանց մեջ։ Պատասխանը սկսեց ձավորվել այն գիշեր, երբ Գորգը նրան հրավիրեց տեսնելու իր բնակարանը Ավանում։ Հրավերը եկավ հատկապես հաճելի ընթրիքից հետո, աննկատ ռեստորանում, որտեղ նրանք ժամերով խոսել էին մանկության երազանքների ապագայի հույսերի մասին։ Ես քաղաքի տեսարան ունեմ, որը կցանկանայի կիսել ձեզ հետ, ասաց նա, իր միշտ վստահ ձայնի մեջ անսովոր վարանողությամբ։ Կարինեն գիտեր, թե ինչ կարող էր նշանակել այդ հրավերը։ Գրեթե 2 ամսվա ընթացքում, երբ նրանք մոտենում էին, Գորգը երբեք չէր ճնշել, երբեք չէր ակնարկել ֆիզիկական ակնկալիքներ։ Նա կարծես հասկանում էր, առանց որ նա կրկին բացատրեր, որ դա նուրբ տարածք էր։
Մի քանի րոպե մտածելուց հետո նա համաձայնվեց։ Բնակարանը հենց այնպիսին էր, ինչպիսին նա պատկերացրել էր՝ լայնարձակ, էլեգանտ, մինիմալիստական դեկորացիայով, չեզոք երանգներով։ Ժամանակակից արվեստի գործերը զարդարում էին պատերը, պատշգամբից տեսարանը իսկապես շունչ կտրող էր, երան քաղաքն ամբողջությամբ լուսավորված էր նրա ոտքերի տակ։ Գեղեցիկ է, մրմնջաց Կարինեն, մոտենալով ապակե բազրիքին։ Երբ ես գնեցի այստեղը, դա տեսարանի համար էր, մեկնաբանեց Գորգը, կանգնելով նրա կողքին։ Բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ չունեմ ում հետ կիսվել դրանով։ Նրա ձայնի մեջ խոցելիություն կար, որը նա երբեք չէր լսել։ Երբ նա շրջվեց նրան նայելու, նա գտավ նրա աչքերը հառած իր վրա, այլս ոչ թե սովորական վերլուծական ինտենսիվությամբ, այլ ավելի մեղմ, գրեթե աղերսող բանով։ Կարինե, նա սկսեց, զգուշությամբ ընտրելով բառերը։ Այս վերջին ամիսները տարբեր են եղել այն ամենից, ինչ երբես զգացել եմ։ Դուք ինչ-որ բան բերեցիք իմ կյանք, որը ես նույնիսկ չգիտեի, որ բացակայում էր։ Նա զգաց, որ սիրտը արագանում է։ Ինչ։ Իրականություն։ Ջերմություն։ Պարզ բաները գնահատելու կարողություն, որոնք ես մոռացել էի կամ երբեք չէի իմացել։ Գորգը մեկ քայլ արեց նրա կողմը, նեղացնելով նրանց միջ եղած տարածությունը, բայց դեռ պահպանելով հարգալից հեռավորություն։ Գիտեմ, որ բարդություններ կան։ Տարիքային տարբերությունը, մեր դիրքերը ընկերությունում, մեր այսքան տարբեր աշխարհները։ Բայց ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա մենք ինձ համար իրական է։ Ավելի իրական, քան այն ամենը, ինչ երբես զգացել եմ։ Կարինեն զգաց, որ արցունքներ են գոյանում իր աչքերում։ Նրա մի մասը դեռ չէր հավատում, որ դա տեղի էր ունենում, որ իր դիմացի տղամարդը, հզոր, հարուստ, շատերի կողմից ցանկալի, նրա հանդեպ այդքան խորը զգացմունքներ էր հայտնում։ Ես վախենում եմ, խոստովանեց նա, դողացող ձայնով։ Վախենում եմ հանձնվել դրան պարզել, որ դա ձեզ համար պարզապես անցողիկ պահ էր։ Գորգը բռնեց նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ, նրա հպումը նուրբ էր, չնայած մեծ ուժեղ ձեռքերին։ Ես հասկանում եմ ձեր վախը։ Եվ խոստանում եմ հարգել ձեր յուրաքանչյուր սահմանը, յուրաքանչյուր ընտրությունը։ Եթե ժամանակի կարիք ունեք, կունենաք աշխարհի ողջ ժամանակը։ Բայց իմացեք, որ իմ զգացմունքները ձեր հանդեպ իսկական են, Կարինե։ Եվ դրանք աճում են ամեն օր։ Երբ նա խոնարհվեց, նրան համբուրելու երանի աստղազարդ երկնքի տակ քաղաքը նրա ոտքերի տակ փայլելիս, Կարինեն զգաց, կարծես իրենց աշխարհների միջ բոլոր պատնեշները պահերով անհետացան։ Այդ պահին նրանք հզոր գործադիր տնօրենը վարչական աշխատողը չէին։ Նրանք պարզապես տղամարդ կին էին, ովքեր միասին բացահայտում էին ինչ-որ հազվագյուտ թանկարժեք բան։ Կարինեի Գորգի հարաբերությունները ծաղկում էին ամեն հանդիպման, ամեն փոխանակված հաղորդագրության, Innovatic-ի միջանցքներում ամեն կիսված հայացքի հետ։ Այն, ինչ սկսվել էր որպես անսպասելի հետաքրքրություն, վերածվել էր խորը բանի, կապի, որը նրանցից ոչ մեկը նախկինում չէր զգացել։ Սակայն, ինչպես ցանկացած անհավանական սիրո պատմությունում, մարտահրավերները շուտով ի հայտ եկան։ Առաջինը եկավ Թերեզա Դավթյանի, Կարինեի մոր տեսքով։ Երբ դուստրը վերջապես քաջություն հավաքեց պատմելու հարաբերությունների մասին, արձագանքը սպասվածը չէր։ Աղջիկս, այդ տղամարդը քո շեֆն է։ Նա շատ ավելի մեծ է, շատ ավելի հարուստ հզոր։ Իսկապես կարծում ես, որ նա լուրջ մտադրություններ ունի։ Նրանք նստած էին այն փոքրիկ խոհանոցում, որտեղ Կարինեն մեծացել էր, խմելով ավանդական կիրակնօրյա սուրճը, որը նրանք պահպանում էին որպես ընտանեկան ծես այն օրվանից, երբ նա տանից հեռացել էր մենակ ապրելու։ Մամ, այդպես չէ։ Գորգը այնպիսին չէ, ինչպես մարդիկ պատկերացնում են։ Կարինե, Թերեզան հոգոց հանեց, սեղանի վրայից բռնելով դստեր ձեռքերը, նրանց նման տղամարդիկ չեն ամուսնանում մեզ նման կանանց հետ։ Նրանք զվարճանում են, վայելում նորույթը, իսկ հետո վերադառնում են իրենց աշխարհ։ Ինչ աշխարհ, մամ։ Մենք բոլորս մարդիկ ենք, անկախ բանկային հաշվից։ Անտոն Դավթյանը, ով մինչ այդ լուր լսում էր խոսակցությունը սեղանի մյուս կողմից, վերջապես միջամտեց։ Քո մայրը անհանգստանում է, դա արդարացված է։ Այդ տղամարդը կարող է ունենալ ցանկացած կնոջ։ Ինչու՞։ Հենց մեր դուստրը, ով աշխատում է նրա համար, նրա տարիքի 1/10-ն ունի։ 1/10 չէ, հայր։ Միայն 14 տարի է տարբերությունը։ Եվ այն հարցի մասին, որ դու դեռ… Անտոնը վարանեց, անհարմար զգալով։ Գույս, Կարինեն ավարտեց, զգալով, որ դեմքը այրվում է։ Նա գիտի։
Եվ հարգում է իմ ընտրությունը։ Առայժմ մրմնջաց Թերեզան, աչքերը իջեցնելով իր բաժակի վրա։ Խոսակցությունն ավարտվեց առանց լուծման, Կարինեի ծնողները ակնհայտորեն անհանգստացած էին, իսկ նա վիրավորված էր իր դատողության նկատմամբ նրանց անվստահությունից։ Սակայն խորքում Թերեզայի խոսքերը դիպչեցին անվստահություններին, որոնք Կարինեն փորձում էր անտեսել, որքան ժամանակ է, մինչ Գորգը կհոգնի նրանից։ Որքան ժամանակ է, մինչ նա կհասկանա, որ իրենց աշխարհների միջ տարբերությունը չափազանց մեծ է։ Հաջորդ օրը, Innovatic-ում սուրճի ընդմիջման ժամին, Կարինեն միջանցքում զարմացավ Անի Մարգարյանից։ Ուրեմն ճիշտ է, որ դուք այսօր ներգրավված եք, մեկնաբանեց գործընկերուհին, ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Չեմ հասկանում, թե ինչպես դա ձեր գործն է, Անի։ Ահ, բայց դա ամբողջ ընկերության գործն է, սիրելիս։ Բոլորը քննարկում են, թե ինչպես փոքրիկ անփորձ Կարինե Դավթյանը կարողացավ բռնել շուկայի ամենացանկալի ամուրում։ Ոմանք խաղադրույք են կատարում, թե որքան կտի։ Մյուսները խաղադրույք են կատարում, թե որքան գումար նա կտա քեզ, երբ ավարտվի։ Կարինեն զգաց, որ արյունը եռում է։ Միգուցե բոլորը սխալվում են, պատասխանեց նա, ձայնը պահելով հաստատուն։ Միգուցե մեր մեջ ինչ-որ իրական բան կա, որը ձեզ նման մարդիկ, ովքեր այդքան տարված են կարգավիճակով արտաքինով, չեն կարող հասկանալ։ Անին ծիծաղեց, սառը հաշվարկված ձայն։ Սիրելիս, գիտես, թե ինչու է նա քեզ հետ։ Որովհետև դու նորույթ ես։ Դա նման է այն բանին, երբ հարուստ տղամարդը հանկարծ որոշում է ուտել անկյունի ճաշարանում, աստղային ռեստորաններում ընթրելուց հետո։ Դա տարբերվողի, արգելվածի հուզմունքն է։ Բայց շուտով նա վերադառնում է խավիարին։ Խոսքերը Կարինեին հարվածեցին ապտակի պես։ Նախքան նա կպատասխաներ, Անին հեռացավ, նրան թողնելով մենակ իր նորացված կասկածների հետ։ Այդ գիշեր, Գորգի բնակարանում, Կարինեն տարօրինակ կերպով լուռ էր։ Ընթրիքից հետո պատշգամբում նստած, քաղաքը լուսավորված նրանց ոտքերի տակ, նա վերջապես բարձրաձայնեց իր վախերը։ Ինչու՞։ Ես, Գորգ։ Բոլոր կանանցից, ում կարող էիր ունենալ, ինչու՞։ Ընտրեցիր հենց սովորական աշխատողի, առանց բարդության, քո աշխարհից լիովին տարբեր։ Նա երկար նայեց նրան, նախքան պատասխանելը, նրա աչքերը արտացոլում էին քաղաքի լույսերը։ Իսկապես կարծում ես, որ սովորական ես, Կարինե։ Որ ոչ մի առանձնահատուկ բան չունես։ Համեմատած այն կանանց հետ, ում հետ հավանաբար եղել ես։ Հենց այդ իսկությունն է, որ ինձ գրավել է սկզբից, նա ընդհատեց, բռնելով նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ։ Դուք պատկերացում չունեք, թե որքան ժամանակ եմ ապրել կեղծիքով շրջապատված։ Մարդիկ, ովքեր ասում են այն, ինչ կարծում են, որ ես ուզում եմ լսել։ Կանայք, ովքեր հետաքրքրված են իմ բանկային հաշվով, ոչ թե դրա հետում կանգնած մարդով։ Գորգը ոտքի կանգնեց, քայլելով դեպի պատշգամբի բազրիքը, մեջքը լարված, կոկիկ կարված վերնաշապիկի տակ։ Իմ վերջին լուրջ հարաբերությունները 3 տարի առաջ էին։ Տաթիկ Մուրադյան։ Երկրի խոշորագույն բանկիրներից մեկի դուստրը, մեծացել է նույն շրջանակներում, ինչ ես։ Մենք միասին էինք գրեթե 2 տարի։ Ես նույնիսկ մատանի էի գնել։ Կարինեն սրտի ցավ զգաց։ Նա երբեք չէր հարցրել նախորդ հարաբերությունների մասին, վախենալով համեմատություններից, որոնք միայն կխորացնեին իր անվստահությունները։ Ինչ պատահեց։ Ես պարզեցի, որ նա ինձ հետ էր միայն այն միաձուլման համար, որը նա պլանավորում էր Innovatic-ի իր ընտանիքի բիզնեսի մեջ։ Ամբողջ հարաբերությունը, ենթադրյալ մտերմության յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուրը ես քեզ սիրում եմ, հաշվարկված ռազմավարություն էր։ Նրա ձայնի դառնությունը շոշափելի էր։ Ինչպես պարզեցիր։ Ամենավատ ձով։ Ես լսեցի նրա հեռախոսազրույցը հոր հետ, ծիծաղելով, թե ինչպես էի ես հեշտ շահարկելի, երբ սիրահարված էի, թե ինչպես էին մոտ ձեռք դնելու իմ ընկերության վրա։ Կարինեն ոտքի կանգնեց, մոտեցավ նրան, նրբորեն դիպչելով նրա թին։ Ցավում եմ։ Դրանից հետո ես պատեր կառուցեցի։ Ես դարձա այն կայսրը, ում բոլորը վախենում են։ Կենտրոնացած միայն բիզնեսի վրա, հեռու, անմատչելի։ Նա շրջվեց, նրան նայելու։ Մինչ քեզ լսելը այդ վերելակում։ Ոչ այնքան արժանապատիվ պահ, նա ժպտաց, հիշելով շփոթությունը։ Ընդհակառակը։ Դա ամենաանկեղծ պահն էր, որին ես ականատես եմ եղել տարիներ շարունակ։ Իրական կին, ով խոսում էր իրական ընտրությունների մասին, առանց դիմակների, առանց խաղերի։
Գորգը բռնեց նրա դեմքը իր ձեռքերի մեջ, նրբորեն, որը հակադրվում էր նրա վերկազմվածքին։ Դա է, ինչ ես տեսնում եմ քո մեջ, Կարինե։ Ճշմարտություն։ Ազնվություն։ Քաջություն, լինել այն, ինչ կաս, նույնիսկ երբ աշխարհը տարբեր բան է սպասում։ Եվ դրա համար է, որ ես սիրահարված եմ քեզ։ Խոսքերը կախված մնացին օդում, հայտարարություն, որը Կարինեն չէր սպասում այդքան շուտ լսել։ Նրա սիրտը արագացավ։ Դուք չեք վախենում իմ անփորձությունից։ Այն փաստից, որ ես դեռ երբեք տղամարդու հետ չես եղել։ Նա մեղմորեն ավարտեց։ Ոչ։ Ընդհակառակը։ Ես պատվավոր եմ զգում, որ դուք ինձ բավականաչափ վստահում եք դա կիսելու համար։ Եվ ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես կսպասեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ 1 ամիս, 1 տարի, 10 տարի։ Կարոր չէ։ Կարինեն զգաց, որ արցունքներ են գոյանում իր աչքերում։ Դժվար էր հավատալ, որ դա տեղի էր ունենում, որ իր դիմացի տղամարդը, հզոր, ցանկալի, սովոր ունենալ այն ամենը, ինչ ուզում էր, պատրաստ էր սպասել նրան, հարգել նրան այդ կերպ։ Չգիտեմ, արդյոք արժանի եմ այս ամենին, շշնջաց նա։ Արժանի ես դրան շատ ավելին։ Եվ ես մտադիր եմ անցկացնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դա քեզ ապացուցելու համար։ Երբ նրանք համբուրվեցին Երանի աստղազարդ երկնքի տակ, Կարինեն զգաց, որ իր սրտի վերջին պատնեշները սկսեցին փլուզվել։ Առաջին անգամ նա իրեն թույլ տվեց հավատալ, որ միգուցե, պարզապես միգուցե, այդ անհավանական պատմությունը կարող է երջանիկ ավարտ ունենալ։ Հաջորդող շաբաթներին նրանց հարաբերությունները ել ավելի խորացան։ Գորգը սկսեց հաճախել Դավթյանների տան կիրակնօրյա ճաշերին, սկզբում դիմագրավելով Անտոնի անվստահությունը Թերեզայի զուսպ վերաբերմունքը։ Քիչ-քիչ, սակայն, գործարարը շահեց Կարինեի ընտանիքի վստահությունը։ Հենց այդպիսի ճաշերից մեկի ժամանակ Անտոնն դիտելով, թե ինչպես էր Գորգը օգնում Թերեզային խոհանոցում մի խնդիր, որը նա երբեք չէր տեսել, որ մեկ այլ տղամարդ կատարեր իր տանը, վերջապես իջեցրեց իր պաշտպանությունը։ Երբեք չէի կարծի, որ դա կասեմ, մեկնաբանեց Կարինեի հայրը, մինչ երկու տղամարդիկ բակում գարեջուր էին կիսում, բայց դու լավ մարդ ես թվում, Վարդանյան։ Շատ բան է նշանակում դա լսելը, պարոն Դավթյան։ Հոգա նրա մասին։ Իմ դուստրը կարող է ուժեղ թվալ, բայց նուրբ սիրտ ունի։ Գիտեմ դա։ Եվ խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ երբեք չվնասեմ նրան։ Անտոնը մի պահ ուսումնասիրեց երիտասարդ տղամարդու դեմքը, կարծես գնահատելով նրա խոսքերի անկեղծությունը, նախքան դանդաղ գլխով անելը։ Գիտեք, որ նա դեռ… Գիտեմ, Գորգը հարգալից ընդհատեց։ Եվ խորապես հարգում եմ նրա այդ ընտրությունը։ Լավ, Անտոնը մի կում արեց իր գարեջրից։ Շատ լավ։ Մինչ այդ խոհանոցում Կարինեն օգնում էր մորը պատրաստել աղանդերը, պատուհանից դիտելով իր հոր Գորգի խոսակցությունը։ Կարծես քո հայրը վերջապես ընդունում է քո ընկերոջը, մեկնաբանեց Թերեզան, հետելով դստեր հայացքին։ Նա վատ մարդ չէ, մամ։ Նա պարզապես բարդ է։ Նա տարբեր կյանք է ունեցել մեզանից։ Նկատեցի, Թերեզան թեթակի ժպտաց։ Նա չգիտի կարտոֆիլ մաքրել, բայց ջանք է գործադրում սովորելու համար։ Կարինեն ծիծաղեց, հիշելով Գորգի կատակային տեսարանը, ով սովոր էր ղեկավարել բազմազգ ընկերություն, պայքարում էր բանջարեղեն մաքրելու համար իր մոր համբերատար հրահանգների ներքո։ Նա փորձում է, մամ։ Փորձում է մաս կազմել մեր աշխարհին։ Իսկ դու… Հարմարվում ես նրա աշխարհին։ Հարցը Կարինեին անակնկալի բերեց։ Վերջին շաբաթներին Գորգը նրան աստիճանաբար ներկայացրել էր իր սոցիալական շրջանակին։ Ընթրիքներ գործարարների հետ, արվեստի ցուցահանդեսներ, համերգ ազգային թատերական կենտրոնում։ Փորձառություններ, որոնք նախկինում թվում էին անհասանելի տիեզերքին պատկանող։ Դա տարբեր է։ Երբեմն վախեցնող։ Զգում եմ, որ բոլորը գնահատում են ինձ, սպասելով, որ սխալ գործեմ։ Եվ դու սխալվում ես։ Որոշներ, Կարինեն ժպտաց։ Անցյալ շաբաթ ես ճապոնացի ներդրողների հետ ընթրիքի ժամանակ աղցանի պատառաքաղն օգտագործեցի հիմնական ուտեստի համար։ Գորգը պարզապես բռնեց իմ ձեռքը սեղանի տակից կատարեց նույն սխալը, որպեսզի ես վատ չզգամ։ Թերեզան ուշադիր դիտեց դստերը։ Դու սիրում ես նրան, չէ՞։ Այո, Կարինեն առանց վարանելու պատասխանեց։ Ավելի շատ, քան պատկերացնում էի, որ հնարավոր է։ Նրա մայրը հոգոց հանեց, պուդինգի ափսեն դնելով սեղանին։
Ուրեմն միգուցե ես սխալվում եմ։ Միգուցե որոշ հեքիաթներ կարող են իրական կյանքում տեղի ունենալ։ Մինչ հարաբերությունները ծաղկում էին անձնական ոլորտում, մասնագիտական միջավայրում մարտահրավերները շարունակվում էին։ Չնայած Կարինեի ղեկավարությամբ Թեքնոհեյի նախագծի հաջողությանը, նրա գորգի հարաբերությունների մասին լուրերը անհարմար մթնոլորտ էին ստեղծում։ Մենք պետք է դրա մասին խոսենք, ասաց Գորգը իր գրասենյակում մասնավոր հանդիպման ժամանակ։ Արդար չէ, որ ձեր աշխատանքը ստվերվում է մեր հարաբերություններով։ Ինչ եք առաջարկում։ Տեղափոխում։ Հատուկ նախագծերի բաժին։ Դուք կշարունակեիք ղեկավարել կարևոր նախաձեռնություններ, բայց ուղղակիորեն կպատասխանեիք Սարգիս Հակոբյանին, ոչ թե ինձ։ Կարինեն մտածեց առաջարկի մասին։ Մի կողմից նա զգում էր, որ հեռացվում է, մյուս կողմից հասկանում էր մասնագիտական անձնական կյանքը բաժանելու անհրաժեշտությունը։ Մարդիկ մի նույն է կխոսեն, մեկնաբանեց նա։ Այո, բայց գոնե ձեր աշխատանքը կդատվի ձեր սեփական արժանինքներով, ոչ թե իմ հետ ձեր հարաբերություններով։ Նա ընդունեց տեղափոխությունը, հաջորդ շաբաթներին իրեն իսկապես երջանիկ զգաց նոր պաշտոնում։ Հատուկ նախագծերի բաժինը զբաղվում էր ընկերության ամենանորարար նախաձեռնություններով, թույլ տալով Կարինեին օգտագործել իր ստեղծագործական կազմակերպչական հմտությունները շատ ավելի լայնորեն, քան վարչական բաժնում։ Հենց մասնագիտական կայունության անձնական մտերմության աճի այս ժամանակահատվածում Կարինեն սկսեց իրեն պատրաստ զգալ Գորգի հետ իր հարաբերություններում հաջորդ քայլն անելու համար։ Որոշումը իմպուլսիվ չէր։ Դա վստահության կառուցման, կիսված պահերի, բացահայտված խոցելիությունների ամիսների արդյունք էր։ Դա առաջին անգամն էր, որ Կարինեն իրեն լիովին ապահով էր զգում մեկի հետ, լիովին սիրված այն բանի համար, թե ով էր իսկապես։ Օգոստոսյան մի գիշեր, երբ Երևան քաղաքը փայլում էր արտասովոր աստղազարդ երկնքի տակ, նրանք պառկած էին Գորգի լայն մահճակալին, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին, ինչպես հաճախ էին անում ֆիլմ դիտելուց կամ հանգիստ ընթրիք կիսելուց հետո։ Ինչ ես մտածում, հարցրեց նա, նկատելով նրա երկարատ լռությունը։ Կարինեն շրջվեց, նրան նայելու, քաջություն հավաքելով։ Մեր մասին։ Այն մասին, թե ինչպես եք փոխել իմ կյանքը վերջին ամիսներին։ Դուք նույնպես փոխել եք։ Իմը այնպես, ինչպես երբեք չէի պատկերացնի։ Նա մատներով շոշափեց նրա դեմքի ուրվագծերը, հիշելով յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր անկյուն։ Ես պատրաստ եմ, Գորգ։ Նա ինտենսիվորեն նայեց նրան, անմիջապես հասկանալով այդ բառերի իմաստը։ Համոզվա՞ծ եք։ Շտապելու կարիք չկա, Կարինե։ Մենք կարող ենք սպասել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Համոզված եմ։ Երբեք այդքան համոզված չեմ եղել որևէ բանում իմ կյանքում։ Գորգը բռնեց նրա դեմքը իր ձեռքերի մեջ, նրա աչքերը փոխանցում էին մի զգացմունք, որը բառերով չէր կարող արտահայտվել։ Ուզում եմ, որ դա քեզ համար կատարյալ լինի։ Կատարյալ կլինի, նա ժպտաց, որովհետև դա քեզ հետ է։ Այդ գիշերը նշանավորեց նրանց պատմության նոր գլուխը։ Այն կատարյալ չէր տեխնիկական առումով, նյարդայնության պահեր կային, հարմարեցումների, մեղմ ծիծաղի, երբ ինչ-որ բան ճիշտ այնպես չէր ստացվում, ինչպես պլանավորված էր։ Բայց այն կատարյալ էր էմոցիոնալ առումով, այն խորը կապի մեջ, որը նրանք կիսում էին, այն քաղաքավարության համբերության մեջ, որով Գորգը նրան ուղղորդեց այդ նոր փորձի միջով։ Լավ ես, հարցրեց նա հետո, մինչ նրան պահում էր իր գրկում, նրա մարմինը հպված իր մարմնին։ Ավելի քան լավ, պատասխանեց Կարինեն, զգալով մի խաղաղություն, որը երբեք չէր զգացել։ Ես ինձ ամբողջական եմ զգում։ Հաջորդող շաբաթներին նրանց հարաբերությունները հասան մտերմության նոր մակարդակի։ Կարինեն իրեն ծաղկունքի մեջ գտավ ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ֆիզիկապես ուսումնասիրելով իրեն այնպիսի կողմեր, որոնք երբեք չէր պատկերացնի, որ հնարավոր են։ Գորգը իր հերթին ամեն օր ավելի ու ավելի սիրահարված էր թվում, ավելի նվիրված այն կնոջը, ով փոխել էր նրա աշխարհայացքը։ Սակայն, ինչպես ցանկացած իսկական սիրո պատմությունում, նոր մարտահրավեր էր սպասվում։ Innovatec-ի ամենամյա գալա երեկոն ընկերության սոցիալական օրացույցի ամենակարևոր իրադարձությունն էր։ Անցկացվելով շքեղ Grand Hotel Երանում, այն համախմբում էր հայկական տեխնոլոգիական շուկայի առաջատար անուններին, ինչպես միջազգային ներդրողներին Երանի հասարակության նշանավոր դեմքերին։ Դա առաջին անգամն էր, որ Կարինեն ներկա էր լինելու որպես Գորգի պաշտոնական զուգընկերուհի, նրանց հարաբերությունների հանրային ճանաչում, որը մինչ այդ համեմատաբար զուսպ էր պահվել կորպորատիվ միջավայրում։ Ես նյարդայնանում եմ, խոստովանեց նա, պատրաստվելով առիթին։
Գորգը պնդել էր նրան նվիրել հայտնի դիզայների զգեստ մուգ կապույտ մետաքսյա կտոր, որն ընդգծում էր նրա աչքերը նրբագեղ, բայց զուսպ կերպով ընդգծում նրա կորությունները։ «Դուք շքեղ եք», պատասխանեց Գորգը, հայելու արջ ուղղելով իր փողկապը։ «Եվ նյարդայնանալու պատճառ չկա։ Դրանք պարզապես մարդիկ են։ Ձեր աշխարհի մարդիկ»։ Նա շրջվեց, նրան նայելու, հոնքը բարձրացնելով։ «Մեր աշխարհը, Կարինե։ Դուք հիմա դրա մասն եք, ինչպես ես եմ ձեր մասը»։ Նրանց ժամանումը միջոցառմանը հենց այնպիսի աղմուկ բարձրացրեց, ինչից Կարինեն վախենում էր։ Նա զգաց հայացքները, հենց որ մտան սրահ, զարդարված սպիտակ խոլորձներով մեղմ լուսավորությամբ։ Ոմանք հետաքրքրասեր էին, ոմանք զարմացած, ոմանք ակնհայտորեն անհավանություն էին հայտնում։ «Շունչ քաշեք», մրմնջաց Գորգը, ձեռքը հաստատուն դրած նրա մեջքին։ «Դուք այս վայրին պատկանում եք այնքան, որքան այստեղի ցանկացած մեկը»։ Երեկոն շարունակվեց շնորհանդեսների, բիզնեսի տեխնոլոգիայի մասին խոսակցությունների, երբեմն պարերի միջ։ Գորգը մնաց Կարինեի կողքին ժամանակի մեծ մասը, ուշադիր լինելով անհարմարության ցանկացած նշանի, նրան ուղղորդելով միջոցառման բարդությունների միջով, բնականությամբ, որն օգնում էր նրան հանգստանալ։ Հենց նրա կարճ բացակայության ժամանակ էր, երբ նրան կանչեցին միջազգային ներդրողի հետ կարևոր հարց քննարկելու, որ Կարինեն հայտնվեց դեմ առ դեմ Տաթիկ Մուրադյանի, Գորգի նախկին ընկերուհու հետ։ Բարձրահասակ, նրբագեղ, կատարելապես ոճավորված շիկահեր մազերով կարմիր զգեստով, որը կարծես նկարված էր նրա մարմնի վրա, Տաթիկը բարդության մարմնավորումն էր, որին Կարինեն միշտ վախենում էր չունենալ։ «Ուրեմն դու Գորգի նոր շեղումն ես», մեկնաբանեց կինը, Կարինեին վերից վար ուսումնասիրելով սառը ժպիտով։ «Պետք է խոստովանեմ, նա միշտ էլ էկլեկտիկ ճաշակներ է ունեցել»։ Կարինեն զգաց, որ դեմքը այրվում է, բայց պահպանեց հանգստությունը։ «Տաթիկ, կարծում եմ, Գորգը հիշատակել է ձեզ»։ «Ենթադրում եմ, որ այո։ Մենք գրեթե նշանված էինք, ի վերջո»։ Նա մի կում արեց իր շամպայնի բաժակից։ «Թույլ տվեք մի խորհուրդ տալ, սիրելիս։ Մի շփոթեք ուշադրությունը մտադրության հետ։ Գորգը սիրում է նորույթներ, միշտ էլ սիրել է։ Բայց ի վերջո, նա միշտ վերադառնում է այն, ինչ ծանոթ է։ Ինչպես այն միաձուլման փորձը, որը դուք պլանավորում էիք նրա միջոցով», պատասխանեց Կարինեն, զարմացած իր սեփական համարձակությունից։ «Կամ դա բավականաչափ ծանոթ չէր»։ Տաթիկի ժպիտը մի ակնթարթ տատանվեց, նրա աչքերը նեղացան։ «Սիրելիս, շուրջդ նայիր։ Սա նրա աշխարհն է։ Իշխանության, ազդեցության, բարդության աշխարհ։ Աշխարհ, որտեղ հարաբերությունները ռազմավարական դաշինքներ են, ոչ թե հեքիաթներ։ Որքան ժամանակ է, մինչ նա կհասկանա, որ ամբարդ աշխատողը տեղ չունի այստեղ»։ Նախքան Կարինեն կպատասխաներ, նա զգաց մի ներկայություն իր կողքին։ Գորգը վերադարձել էր, նրա սովորաբար վերահսկվող դեմքն այժմ լարված էր, իրավիճակը նկատելով։ «Տաթիկ», նա սառը բարեց։ «Տեսնում եմ, որ ծանոթացել եք իմ ընկերուհու հետ»։ «Մենք հիացուցիչ զրույց էինք ունենում պատկանելության մասին», պատասխանեց շիկահերը հաշվարկված ժպիտով։ Գորգը պաշտպանական ժեստով գրկեց Կարինեի իրանը։ «Ուրեմն թույլ տվեք ինչ-որ բան պարզաբանել։ Կարինեն պատկանում է հենց այնտեղ, որտեղ նա ընտրում է լինել։ Եվ իմ կողքին է, որ նա ընտրել է»։ Երեկոյի մնացած մասն անցավ մշուշի մեջ Կարինեի համար։ Չնայած Գորգի հաստատուն աջակցությանը, Տաթիկի խոսքերը դիպել էին թիրախին, ցնուցելով անվստահություններ, որոնք նա պայքարում էր հաղթահարելու համար։ Վերադառնալով նրա բնակարան, մինչ Գորգը նրանց համար թեյ էր պատրաստում, մի սովորություն, որը նա ձեռք էր բերել նրա հետ, Կարինեն վերջապես բարձրաձայնեց իրեն տանջող մտքերը։ «Իսկ եթե նա ճիշտ է։ Իսկ եթե ես երբեք չհարմարվեմ ձեր աշխարհին»։ Գորգը բաժակները դրեց սուրճի սեղանին, նստեց նրա կողքին բազմոցին, բռնելով նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ։ «Իմ աշխարհը այնտեղ է, որտեղ դու ես, Կարինե։ Քեզանից առաջ ես հաջողություն, իշխանություն, փող ունեի, բայց կյանք չունեի։ Իրական ուրախություն չունեի, խաղաղություն չունեի։ Բայց այդ մարդիկ, այդ իրադարձությունները, այդ սոցիալական կոդերը, որոնք ես չեմ հասկանում։ Դրանք պարզապես կառույցներ են։ Հիմնականում դատարկ։ Դու իմ կյանք բերեցիր նյութականություն, ճշմարտություն, ազնվություն, սեր, առանց թաքնված օրակարգերի»։ Նա նրան ավելի մոտ քաշեց, գրկելով իր ձեռքերով։ «Թույլ մի տուր, որ Տաթիկը կամ որե այլ մեկը կասկածներ սերմանի քո մեջ։
Այն, ինչ մենք ունենք, հազվագյուտ է, Կարինե։ Դա իրական է։ Եվ շատ ավելի արժեքավոր, քան բոլոր մակերեսային կապերը, որոնք ես կառուցել եմ տարիների ընթացքում։ Այդ գիշեր, գորգի գրկում, Կարինեն իրեն թույլ տվեց հավատալ նրան, իրեն թույլ տվեց վստահել, որ իրենց կիսած սերը բավականաչափ ուժեղ է, հաղթահարելու իրենց աշխարհների մեջ եղած տարբերությունները։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ ամենամեծ փորձությունը դեռ առջում էր, մի փորձություն, որը հաղթահարելու համար ավելին կպահանջեր, քան մխիթարական խոսքերը։ 3 ամիս էր անցել Innovatic-ի գալա երեկոյից։ Կարինեի գորգի հարաբերությունները ամրապնդվել էին, հաղթահարելով տատիկի կողմից սկզբնական կասկածները։ Հատուկ նախագծերի բաժնում Կարինեն ծաղկում էր մասնագիտորեն, շահելով այն գործընկերների հարգանքը, ովքեր նախկինում նրան տեսնում էին միայն որպես շեֆի ընկերուհի։ Չորեքշաբթի առավոտյան Կարինեն զարմացավ էլեկտրոնային նամակից, որը լիովին կփոխեր իրադարձությունների ընթացքը։ Ուղարկող Rumenukian.com, ստացող Karen, Devtien Innovatic, թեմա, շտապ հանդիպում Կարինե, պետք է զրուցեմ ձեզ հետ Innovatic-ի, հետաբար գորգի ապագային վերաբերող չափազանց կարևոր հարցի շուրջ։ Գիտեմ, որ մենք անձամբ ծանոթ չենք, բայց կարծում եմ, որ մենք ընդհանուր շահեր ունենք։ Կարող ենք հանդիպել այսօր ժամը 14:00-ին սրճարան Նոյան տապանում։ Հարգանքներով, Ռուբեն Մանուկյան խմբի նախագահ Կարինեն մի քանի անգամ վերընթերցեց էլեկտրոնային նամակը, հետաքրքրված։ Մանուկյան խումբը երկրի խոշորագույն բիզնես կոնգլոմերատներից մեկն էր, հետաքրքրություններով տարբեր ոլորտներում, ներառյալ տեխնոլոգիան։ Ռուբեն Մանուկյանը, նրա նախագահը, հայտնի էր ինչպես իր բիզնես տեսլականով, այնպես էլ ձեռքբերման իր ագրեսիվ մեթոդներով։ Ավելի կարևոր է, նա գորգի գլխավոր մրցակիցն էր ազգային շուկայում։ Նրա առաջին արձագանքը էլեկտրոնային նամակը իր ընկերոջը ցույց տալն էր։ Բայց ինչ-որ բան կանգնեցրեց նրան։ Ինչու՞։ Ռուբեն Մանուկյանը ուղղակիորեն կապ հաստատեր նրա հետ։ Ինչը կարող էր այնքան շտապ լինել, որ կներառեր Innovatic-ը, գորգի ապագան։ Շարժված մի հետաքրքրությունից, որը նա ինքը լիովին չէր հասկանում, Կարինեն պատասխանեց, հաստատելով հանդիպումը։ Սրճարան Նոյան տապանը զուսպ վայր էր, որին հաճախում էին հիմնականում գործադիրներ, ովքեր փնտրում էին հանգիստ միջավայր ոչ պաշտոնական հանդիպումների համար։ Երբ Կարինեն ժամանեց ուղիղ 14:00-ին, Ռուբեն Մանուկյանն արդեն սպասում էր նրան հեռու սեղանի մոտ։ 60 տարեկան, մոխրագույն մազերով անթերի կոստյումով, նա հանգիստ ուժի աուրա էր արձակում, որը հակադրվում էր գորգի գրեթե տենթագին ինտենսիվությանը։ Նա քաղաքավարիորեն ոտքի կանգնեց, երբ տեսավ նրան մոտենալիս։ Տիկին Դավթյան, շնորհակալ եմ գալու համար, բարեց նա, ձեռքը մեկնելով։ Կամ կարող եմ ձեզ Կարինե կոչել։ Կարինեն հիանալի է, պատասխանեց նա, ամուր սեղմելով նրա ձեռքը։ Խոստովանում եմ, որ հետաքրքրված եմ այս հանդիպման պատճառով, պարոն Մանուկյան։ Ռուբեն, խնդրում եմ։ Եվ այո, կարծում եմ, որ այդպես է։ Ամեն օր չէ, որ հրավեր ես ստանում քո ընկերոջ գլխավոր մրցակցից, ճիշտ եմ։ Մատուցողը հայտնվեց, պահերով ընդհատելով խոսակցությունը։ Սուրճեր պատվիրելուց հետո Ռուբենը վերսկսեց։ Ես ուղղակիորեն կանցնեմ գործին, Կարինե։ Ես պլանավորում եմ հրապարակային առաջարկ անել Innovatic-ը ձեռք բերելու համար։ Կարինեն զգաց, որ ստամոքսը սուզվում է։ Թշնամական ձեռքբերումը ամենավատ սցենարն էր գորգի համար, ով իր կյանքը նվիրել էր հոր հիմնադրած ընկերությունը ընդլայնելուն։ Ինչու՞։ Էկ ինձ դա պատմում։ Ռուբենը նրան ուսումնասիրեց մի հետաքրքրությամբ, որն անհարմար դարձրեց նրան։ Որովհետև գորգը դրա դեմ կպայքարի իր բոլոր ուժերով։ Նա հանճարեղ է, համառ աներակայելիորեն դիմացկուն։ Բայց նա խոցելի է։ Եվ դուք կարծում եք, որ ես եմ այդ խոցելիությունը, Կարինեն եզրակացրեց, զգալով, որ զայրույթն աճում է։ Կարծում եք, որ ես եկել եմ այստեղ, օգնելու ձեզ հարձակվել այն մարդու վրա, ում սիրում եմ։ Իր զարմանքին, Ռուբենը ժպտաց, ոչ թե հաշվարկված ժպիտ, այլ ինչ-որ բան, որը կարծես գրեթե հավանություն էր տալիս։ Ոչ, Կարինե։ Ես եկել եմ ձեզ զգուշացնելու, ոչ թե ձեզ հավաքագրելու։ Մատուցողը սուրճերը բերեց, Կարինեին պահ տալով մարսելու այդ շփոթեցնող խոսքերը։ Ինչի՞։ Մասին զգուշացնելու, ճշգրտորեն։ Ռուբենը մի կում սուրճ խմեց, նախքան պատասխանելը։ Տաթիկ Մուրադյանի մասին։ Գորգի նախկին ընկերուհու անունը նրանց միջ ընկավ քարի պես։ Ինչ կա նրա մասին։ Նա հիմա ինձ համար է աշխատում։
Պաշտոնապես, որպես ռազմավարության խորհրդատու։ Ոչ պաշտոնապես։ Որպես լրտես, Կարինեն ավարտեց կտորները արագորեն տեղավորելով։ Ռուբենը գլխով արեց։ Տատիկը ես պայմանավորվածություն ունենք։ Նա ինձ տեղեկություններ է տրամադրում Innovatec-ի խոցելիությունների մասին, իսկ ես նրան երաշխավորում եմ առաջատար դիրք ձեռքբերումից հետո։ Ինչու՞։ Էկ ինձ դա պատմում։ Ռուբենը բաժակը մի կողմ դրեց, թեթակի թեքվելով սեղանի վրա։ Որովհետ նա անցել է գիծը։ Դա այլս պարզապես բիզնեսի մասին չէ, դա անձնական է դարձել։ Տատիկը տարված է ոչ միայն գորգի կարիերան, այլ նրա անձնական կյանքը ոչնչացնելու գաղափարով։ Կարինեն զգաց, որ սարսուռ է անցնում իր ողնաշարով։ Ինչ է նա պլանավորում։ Նա կեղծել է փաստաթղթեր, ակնարկելով, որ դուք գաղտնի տեղեկություններ եք փոխանցում Innovatec-ից մրցակիցներին։ Նա պլանավորում է բացահայտել այդ փաստաթղթերը, դրանք ներկայացնել խորհրդին հաջորդ հանդիպմանը, վաղը։ Դա անհեթեթություն է։ Ինչու՞։ Որե մեկը կհավատա դրան։ Որովհետ նա համոզիչ է։ Եվ որովհետ հարմարավետորեն ձեր անունով բանկային հաշվում զգալի ավանդ կա, որը հեշտությամբ չի կարող բացատրվել։ Կարինեն գունատվեց։ Ես ոչ մի հաշիվ չունեմ, բացի իմ աշխատավարձային հաշվից Հայաստան բանկում։ Հիմա ունեք։ Բացվել է 3 ամիս առաջ, կանոնավոր ավանդներով, որոնք համընկնում են Innovatec-ից ռազմավարական տեղեկությունների արտահոսքի հետ։ Կարինեի միտքը պտտվում էր։ Դա կատարելապես կառուցված ծուղակ էր, ոչ միայն գորգի հետ նրա հարաբերությունները, այլ նրա ողջ մասնագիտական հեղինակությունը ոչնչացնելու ներուժով։ Ինչու՞։ Էկ ինձ դա պատմում։ Ինչ եք շահում ինձ զգուշացնելով։ Ռուբենը հենվեց աթոռին, դիտելով նրան մի արտահայտությամբ, որը Կարինեն չկարողացավ վերծանել։ Ես ուզում եմ Innovatec-ը, չեմ հերքում։ Բայց ուզում եմ ձեռք բերել այն մաքուր ձով, հիմնված բիզնես ռազմավարության վրա, ոչ թե անձնական սաբոտաժի։ Բացի այդ, նա վարանեց ինչ-որ անսովոր բան այն մարդու համար, ով հայտնի էր իր վճռականությամբ։ Գորգը հակառակորդ է, ում ես հարգում եմ։ Եվ դուք ինձ հիշեցնում եք մեկին։ Մեկին, ով շատ բան էր նշանակում ինձ համար, շատ տարիներ առաջ։ Կարինեն ուսումնասիրեց նրան, փորձելով որոշել, թե կարող է արդյոք վստահել նրան։ Ինչպես իմանամ, որ դա մեկ այլ ծուղակ չէ։ Որ դուք չեք փորձում ինձ շահարկել որևէ այլ նպատակի համար։ Ռուբենը թեթակի ժպտաց։ Չգիտեք։ Դուք ստիպված կլինեք վստահել ձեր բնազդին։ Նա իր պիջակի ներքին գրպանից մի յոսպ գրիչ հանեց, այն դնելով սեղանին։ Այստեղ կան կեղծված փաստաթղթերի պատճեններ, խարդախ բանկային հաշվի մանրամասներ տատիկի նրա։ Innovatec-ի ներսում գտնվող համագործակիցների միջ խոսակցությունների ձայնագրություններ։ Դուք արեք այն, ինչ լավագույնը կհամարեք այս տեղեկություններով։ Երբ Կարինեն դուրս եկավ սրճարանից, յոսպ գրիչը ապահով իր պայուսակում էր, նրա միտքը եռում էր հնարավորություններով կասկածներով։ Պետք է արդյոք վստահեր Ռուբեն Մանուկյանին, գորգի գլխավոր մրցակցին։ Թե նա ընկնում էր ավելի բարդ ծուղակի մեջ։ Նա որոշեց անմիջապես չասել գորգին հանդիպման մասին։ Նա պետք է նախ ստուգեր տեղեկությունները, հասկանալու, թե ինչի հետ էր գործ ունենում։ Այդ կեսօրին իր բնակարանում փակված Կարինեն մանրակրկիտ ուսումնասիրեց յոսպ գրիչի պարունակությունը։ Փաստաթղթերը թվում էին իսկական, ներառյալ էլեկտրոնային նամակներ, որոնք ենթադրաբար ուղարկվել էին նրա կողմից մրցակիցներին, Innovatec-ի գաղտնի տեղեկություններ պարունակող կցորդներով։ Ավելի տագնապալի էին ձայնագրությունները տատիկի Անի Մարգարյանի, գործընկերուհու, ով միշտ թշնամանք էր դրսևորել Կարինեի նկատմամբ, խոսակցությունները։ Դրանցից մեկում նրանք հստակ քննարկում էին, թե ինչպես տեղադրել կեղծ փաստաթղթերը, երբ դրանք ներկայացնել խորհրդին։ Վաղը կլինի նրա կարիերայի վերջը, ասում էր տատիկի ձայնը։ Եվ երբ գորգը բացահայտի դավաճանությունը, հարաբերությունները նույնպես կավարտվեն։ Նա երբեք չի կարողանում դիմանալ խաբված լինելուն։ Իսկ եթե նա չհավատա, հարցրեց Անին։ Կհավատա։ Բոլորն ունեն թույլ կողմ, գորգի թույլ կողմը վստահությունն է։ Նա երբեք չհաղթահարեց այն, ինչ տեղի ունեցավ մեր միջ։ Խորքում նա միշտ սպասում է, որ կրկին կդավաճանվի։ Կարինեն զգաց, որ զայրույթի հիասթափության արցունքներ են գոյանում իր աչքերում։ Ինչպես կարող էր տատիկը այդքան դաժան լինել։ Ինչպիսի։
Մարդ էր, ով այդքան էներգիա էր նվիրում ուրիշի երջանկությունը ոչնչացնելուն։ Նրա հեռախոսը զանգեց, դա Գորգն էր։ Ողջույն, պատասխանեց նա, փորձելով ձայնը կայուն պահել։ Ամեն ինչ լավ է։ Դու այսօր շուտ ես դուրս եկել։ Պարզապես գլխացավ, ստեց նա, ատելով իրեն դրա համար։ Ոչ մի լուրջ բան։ Ուզում ես, որ գամ այնտեղ։ Կարող եմ բերել այն անիսոնի թեյը, որը դու սիրում ես։ Նրա ձայնի քնքշությունը գրեթե կոտրեց Կարինեի վճռականությունը։ Պետք չէ, սիրելիս։ Պարզապես մի քիչ կհանգստանամ։ Կհանդիպենք վաղը խորհրդի հանդիպմանը։ Իհարկե։ Հանգստացեք, լավ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ եմ քեզ սիրում, պատասխանեց նա, արագ անջատելով, մինչ ձայնը կդավաճաներ նրան։ Նա անքուն գիշեր անցկացրեց, վիճելով գործողությունների տարբեր ուղիների միջ։ Նրա մի մասը պարզապես ուզում էր ամեն ինչ ցույց տալ Գորգին, վստահելով, որ նա կհավատա իր անմեղությանը։ Մյուս մասը վախենում էր, որ նման համոզիչ ապացույցների առկայության դեպքում նրա հին անվստահությունները դավաճանության մասին կարող էին վերածվել։ Հաջորդ առավոտ Կարինեն եկավ Innovatic, վճռական։ Նա կայացրել էր իր որոշումը, անմիջապես կբախվեր տատիկին մինչ խորհրդի հանդիպումը։ Նա նրան գտավ գործադիր ավտոկայանատեղիում, իր ներմուծված կաբրիոլետով։ Պետք է խոսենք, հայտարարեց նա, մոտենալով, մինչ տատիկը իր պորտֆելը հանում էր ուղորի նստատեղից։ Կարինե, շիկահերը սառը ժպտաց։ Վախենում եմ, որ հիմա ժամանակ չունեմ։ Մի քանի րոպեից կարոր հանդիպում ունեմ։ Ես հստակ գիտեմ, թե ինչ հանդիպում է դա։ Եվ գիտեմ, թե ինչ եք պլանավորում։ Տատիկի ժպիտը մի վայրկյան տատանվեց, նախքան կրկին հայտնվելը, էլ ավելի հաշվարկված։ Ես պատկերացում չունեմ, թե ինչի մասին եք խոսում։ Կեղծ փաստաթղթերը։ Խարթախ բանկային հաշիվը։ Ինձ որպես կորպորատիվ լրտես մեղադրելու պլանը։ Հիմա ժպիտը լիովին անհետացավ, փոխարինվելով անկեղծ շոկի արտահայտությամբ։ Ինչպես դուք… Դա կարոր չէ, Կարինեն ընդհատեց։ Կարորն այն է, որ ես ապացույցներ ունեմ։ Ձեր անի հետ ձայնագրություններ, քննարկելով պլանի յուրաքանչյուր մանրամասն։ Տատիկի դեմքը գունատվեց, բայց նա արագորեն վերականգնեց հանգստությունը։ Ոչ ոք չի հավատա ձեզ իմ դեմ։ Ես Տատիկ Մուրադյանն եմ։ Իմ ընտանիքը կապեր ունի, որոնք դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել։ Միգուցե։ Բայց ձայնագրությունները չեն ստում։ Տատիկը նեղացրեց աչքերը, ուսումնասիրելով Կարինեին նոր հետաքրքրությամբ։ Ինչ եք ուզում։ Փող։ Ավելի լավ պաշտոն։ Բոլորն էլ գին ունեն, սիրելիս։ Ուզում եմ, որ վերցնեք ձեր կեղծ փաստաթղթերը, ձեր սուտ մեղադրանքները ընդմիշտ անհետանաք Գորգի կյանքից։ Դառը ծիծաղ դուրս եկավ տատիկի շուրթերից։ Ինչու։ Պետք է դա անեմ։ Որովհետև եթե չանեք, ես ձայնագրությունները կհանձնեմ ոչ միայն Գորգին, այլ ոստիկանությանը։ Կեղծված փաստաթղթերով ինչ-որ մեկի հեղինակությունը ոչնչացնելը ոչ միայն անբարոյական է, այլ քրեական։ Երկու կանայք լուռ նայեցին միմյանց, ուժերը չափելով։ Վերջապես, տատիկը խոսեց, նրա ձայնը լի թույնով։ Նա կհոգնի քեզանից, գիտես։ Գորգի նման տղամարդիկ միշտ հոգնում են նորույթից։ Եվ երբ այդ օրը գա, ես կսպասեմ։ Այդ օրը երբեք չի գա, պատասխանեց Կարինեն մի վստահությամբ, որը զարմացրեց իրեն։ Որովհետև այն, ինչ մենք ունենք, իրական է։ Այն հիմնված չէ իշխանության խաղերի կամ ֆինանսական շահերի վրա։ Դա սեր է, տատիկ։ Ինչ-որ բան, որը դու ակնհայտորեն չես հասկանում։ Ասելով դա, Կարինեն շրջվեց քայլեց դեպի վերելակ, իրեն ավելի ուժեղ զգալով, քան երբը։ Նա դիմագրավել էր իր ամենամեծ վախին, ոչ միայն Գորգին կորցնելու հնարավորությանը, այլ մեկի կողմից սպառնալիքին, ով ներկայացնում էր այն ամենը, ինչ ինքը չէր։ Խորհրդի հանդիպումը անցավ առանց միջադեպերի։ Տատիկը չհայտնվեց, վերջին րոպեին հաղորդագրություն ուղարկելով, պատճառաբանելով անհետաձգելի պարտավորություն։ Կարինեն դիտեց Անին զեկույցների ներկայացման ժամանակ, նկատելով նրա անհանգիստ հայացքը, ակնհայտորեն սպասելով մի ռումբի, որը երբեք չպայթեց։ Հանդիպումից հետո Գորգը նրան գտավ միջանցքում։ Ընթրիք այսօր երեկոյան։ Կարոր բան ունենք քննարկելու։ Նրա լուրջ տոնը պահերով տագնապեցրեց նրան։ Արդյոք նա իմացել էր Ռուբեն Մանուկյանի հետ նրա հանդիպման մասին։
Իհարկե, պատասխանեց նա, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Ձեր տան, թե՞։ Իմ։ Իրականում, մտածում էիք, որ կգնանք կենտրոնի շուկա։ Երկար ժամանակ է, ինչ չենք կերել այն պաստելը, որը դուք սիրում եք։ Վայրի ընտրությունը զարմացրեց Կարինեին։ Կենտրոնի շուկայի պաստելների պարզ կրպակը, որտեղ նա մեծացել էր, նրա սիրելի վայրերից էր, բայց ոչ այն, ինչ նա կսպասեր, որ Գորգը կառաջարկեր կարևոր խոսակցության համար։ Կատարյալ է, համաձայնվեց նա, հետաքրքրված։ Կենտրոնի երեկոյան շուկան աշխույժ էր, ինչպես միշտ, գունավոր կրպակներով, որոնք վաճառում էին ամեն ինչ, թարմ մրգերից մինչ արհեստագործական ապրանքներ։ Տապակած պաստելների շաքարեղեգի հյութի բույրը լցնում էր օդը, խառնվելով այցելուների աշխույժ խոսակցություններին։ Կարինեն Գորգը ձեռք ձեռքի բռնած քայլում էին, երբեմն կանգ առնելով բարելու վաճառողներին, ովքեր նրան ճանաչում էին մանկուց։ Անիրական էր տեսնել Գորգ Վարդանյանին, վախենալի գործադիր տնօրենին, աշխույժ զրուցելով պարոն Հովսեփի հետ կատարյալ պաստելի խմորի գաղտնիքի մասին։ Զարմանալի է, թե ինչպես ես հարմարվում այստեղ, մեկնաբանեց նա, մինչ նստած էին պարզ փայտե նստարանին, համտեսելով պաստելներ շաքարեղեգի հյութ։ Սա հատուկ վայր է, պատասխանեց նա։ Հոգի ունի, իսկություն։ Ինչպես դուք։ Կարինեն ժպտաց, դեռ հետաքրքրված այն կարևոր հարցով, որը նա ուզում էր քննարկել։ Պարզ ճաշն ավարտելուց հետո Գորգն առաջարկեց քայլել մոտակա հրապարակ, որտեղ նրանք սովորաբար նստում էին դեռահասության տարիներին, շարժումը դիտելու համար։ Գիշերը հաճելիորեն տաք էր, Երանի չափանիշներով հազվագյուտ աստղազարդ երկնքով։ Հրապարակը հանգիստ էր, լուսավորված հին լապտերներով, որոնք դեղնավուն փայլ էին նետում բետոնե նստարանների վրա։ Գիտեք, թե ինչու եմ այսօր այս վայրն ընտրել, հարցրեց Գորգը, մինչ նրանք նստում էին ծառի տակ գտնվող նստարանին։ Խոստովանում եմ, որ հետաքրքրված եմ։ Որովհետև հենց այստեղ դուք ինձ առաջին անգամ ցույց տվեցիք, թե ինչ էր բացակայում իմ կյանքում։ Կարինեն նայեց նրան, շփոթված։ Այդ կեսօրին, երբ շուկայից հետո ինձ այստեղ բերեցիք, դուք պատմեցիք ինձ պատմություններ այս հրապարակի յուրաքանչյուր անկյունի մասին։ Թե ինչպես էիք հոր հետ կիրակի օրերին գալիս հեծանիվ քշելու։ Թե ինչպես էիք ձեր առաջին համբույրը թաքնված այն երգչախմբի ետում։ Թե ինչպես էիք նստում այս նույն նստարանին, ամառային կեսօրներին կարդալու համար։ Գորգը բռնեց նրա ձեռքերը, նրա աչքերը հառաց նրա աչքերին։ Հենց այդ ժամանակ հասկացա, որ դուք ունեք մի բան, որ ես երբեք չեմ ունեցել, արմատներ։ Պատկանելություն։ Հիշողություններ, որոնք ձավորում են ձեզ։ Մինչ ես իմ կյանքն անցկացրի կայսրություն կառուցելով, դուք կառուցեցիք իրական կյանք։ Կարինեն զգաց, որ կոկորդում հանգույց է առաջանում։ Գորգ, թույլ տվեք ավարտել, նա մեղմորեն խնդրեց։ Այս ամիսները ձեզ հետ ինձ ավելին սովորեցրել են իսկական երջանկության մասին, քան բոլոր կորպորատիվ հաջողությունները, որոնք երբեք ունեցել եմ։ Դուք ինձ ցույց տվեցիք, որ շքեղությունը ներմուծված մեքենաներ կամ աստղային ռեստորաններում ընթրիքներ չունենալն է, այլ մեկին ունենալը, ում հետ կարելի է պաստել կիսել շուկայում, մեկին, ով ձեզ տեսնում է այնպիսին, ինչպիսին իրականում եք, ոչ թե այն, ինչ դուք ունեք։ Կարինեի զարմանքին, Գորգը սահեց նստարանից, ծնկի իջնելով նրա առջ։ Իր գրպանից հանեց փոքրիկ թավշյա տուփ։ Կարինե Դավթյան, նրա ձայնը լի էր հուզմունքով, գիտեմ, որ մեր կյանքերը սկսվել են շատ տարբեր վայրերում։ Գիտեմ, որ մենք դրանից բխող մարտահրավերների ենք բախվել, դեռ կբախվենք։ Բայց նա գիտեմ մի վստահությամբ, որը երբեք չեմ զգացել, որ ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել ձեզ հետ։ Կառուցելով նոր հիշողություններ, ստեղծելով մեր սեփական արմատները միասին։ Նա բացեց տուփը, բացահայտելով նուրբ մատանի, մեկ մուգ կապույտ շափյուղայով, նրա աչքերի ճիշտ գույնի։ Դուք ինձ պատիվ կտաք ամուսնանալ ինձ հետ։ Արցունքները, որոնք Կարինեն փորձում էր զսպել, վերջապես թափվեցին։ Բոլոր կասկածները, բոլոր վախերը, որոնց նա բախվել էր այդ օրը, տատիկի մասին, նրա աշխարհում իր տեղի մասին, աննշան թվացին այս պահի դիմաց։ Այո, շնջաց նա, ձայնը խեղդված հուզմունքից։ Այո, ես ուզում եմ ամուսնանալ ձեզ հետ։ Գորգը մատանին սահեցրեց նրա մատին, ոտքի կանգնելով նրան իր գիրկը քաշելու համար։ Համբույրը, որը նրանք կիսեցին Երանի աստղերի տակ, ապագայի լուր խոստում էր, կառուցված ոչ թե սոցիալական տարբերությունների կամ արտաքին ակնկալիքների վրա, այլ իրական սիրո ամուր հիմքի վրա, որը նրանք հայտնաբերել էին միմյանց մեջ։ Երբ նրանք վերջապես բաժանվեցին, Կարինեն հասկացավ, որ այլս մենակ չեն։
Մի քանի մետր հեռավորության վրա կանգնած հուզված ժպիտներով տեսարանը դիտում էին նրա ծնողները, Թերեզան, Անտոնը։ Դուք… Նա նայեց իր ծնողներից Գորգին, հասկանալով։ Դուք նրանց թույլտվությունն եք խնդրել։ Ոչ թույլտվություն, Գորգը մեղմորեն ուղղեց։ Օրհնություն։ Ես ուզում էի, որ նրանք իմանային, որ իմ մտադրությունները հնարավորինս լուրջ են, որ ես մտադիր եմ հոգ տանել ձեր մասին, ինչպես նրանք միշտ արել են։ Անտոնը մոտեցավ, աչքերը փայլուն զսպված արցունքներից, մի բան, որը Կարինեն երբեք չէր տեսել իր միշտ զուսպ հոր մոտ։ Երբ այս երիտասարդը այսօր կեսօրին տուն եկավ, ասելով, որ ուզում է ամուսնանալ իմ դստեր հետ, խոստովանում եմ, որ դեռ կասկածներ ունեի, մեկնաբանեց ավագ տղամարդը, ձայնը թեթակի դողացող։ Բայց հետո նա ասաց մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Ինչ, հարցրեց Կարինեն, հետաքրքրված։ Նա ասաց, որ չէր խնդրում, որ դուք հարմարվեք նրա աշխարհին, այլ որ ուզում է ձեզ հետ նոր աշխարհ կառուցել։ Մի աշխարհ, որը կունենա երկուսի լավագույնը։ Թերեզան միացավ նրանց, ամուր գրկելով դստերը։ Եվ երբ նա ցույց տվեց մատանին ոչ թե շքեղ ադամանդ, ինչպես մենք կսպասեինք, այլ շափյուղը, որովհետև համապատասխանում է նրա աչքերին, դա այն գույնն էր, որը նա հագել էր, երբ մենք հանդիպեցինք, լավ, ձեր հայրը ես հասկացանք, որ նա իսկապես ճանաչում է ձեզ։ Իսկապես սիրում է ձեզ։ Երեկոյի մնացած մասը նշվեց ընտանիքի հետ, պարզությամբ, որը հակադրվում էր այն ապրելակերպին, որին Գորգը սովոր էր, բայց որին նա այժմ ընդունում էր անկեղծ ոգորությամբ։ Դավթյանների բնակարանի փոքրիկ հյուրասենյակում, ստվարաթղթե տուփերով առաքված պիցցայով, սովորական բաժակներով, զովացուցիչ ըմպելիքներով, նրանք համատեղ ապագայի պլաններ կազմեցին։ 2 օր անց Կարինեն վերջապես պատմեց Գորգին Ռուբեն Մանուկյանի հետ իր հանդիպման տատիկի դավադրության մասին։ Իր զարմանքին, նա չցուցաբերեց այն զայրույթը, որը նա սպասում էր։ Արդեն կասկածում էի, որ նման բան կարող է տեղի ունենալ, խոստովանեց նա, մինչ նստած էին իր բնակարանի պատշգամբում։ Տատիկը միշտ եղել է վճռական։ Եվ երբեք լավ չի ընդունել մեր հարաբերությունների ավարտը։ Ինչու՞։ Չպատմեցիք ինձ ձեր կասկածների մասին։ Որովհետև ուզում էի ձեզ պաշտպանել։ Եվ որովհետև… Վախենում էիք, որ դա ճիշտ է, Կարինեն մեղմորեն ավարտեց։ Գորգը վարանեց, ապա գլխով արեց։ Ոչ թե որովհետև կասկածում էի ձեզ, այլ որովհետև նախկինում խաբվել եմ։ Դա սպիներ է թողնում։ Հասկանում եմ, պատասխանեց նա, շոյելով նրա դեմքը։ Բայց խոստանում եմ, որ երբեք չեք ստիպված լինի կասկածել ինձ։ Այն, ինչ մենք ունենք, հիմնված է ճշմարտության վրա, միշտ այդպես կլինի։ Հաջորդող ամիսներին, մինչ նրանք պլանավորում էին հարսանիքը, Կարինեն Գորգը նոր մարտահրավերների բախվեցին։ Նրանց նշանադրության լուրը վերնագրեր առաջացրեց սոցիալական սյունակներում, որոշները նշելով անհավանական միությունը, մյուսները կասկածի տակ դնելով դրա հետում գտնվող դրդապատճառները։ Մասնագիտորեն Կարինեն դժվար որոշում կայացրեց, հրաժարական տվեց Innovatic-ից։ Պետք է դա անեմ, բացատրեց Գորգին։ Ոչ թե մեզ համար, այլ ինձ համար։ Ես պետք է կառուցեմ իմ սեփական ուղին, անկախ ձեր անունից կամ ձեր ընկերությունից։ Հիասթափվելու փոխարեն Գորգը լիովին աջակցեց նրան։ Դուք հանճարեղ եք, Կարինե։ Ցանկացած ընկերություն բախտ կունենա ձեզ ունենալով։ Նա ի վերջո ընդունեց Պաշտոն կրթական տեխնոլոգիաների հիմնադրամի սոցիալական պատասխանատվության ոլորտում, անապահով համայնքներում մի աշխատանք, որը համատեղում էր նրա վարչական հմտությունները փոփոխություն մտցնելու նրա ցանկության հետ։ Ինչ վերաբերում է Ռուբեն Մանուկյանին, վախենալի մրցակցին, ով զգուշացրել էր Կարինեին տատիկի դավադրության մասին, նա ի վերջո դարձավ անսպասելի դաշնակից։ Երկու գործարարների միջ անկեղծ հանդիպումից հետո, որը միջնորդել էր Կարինեն, նրանք համաձայնության եկան թշնամական ձեռքբերման փոխարեն, նրանք ռազմավարական գործընկերություն կկազմեին որոշակի ոլորտներում, պահպանելով երկու ընկերությունների անկախությունը։ Հարսանիքը տեղի ունեցավ 6 ամիս անց, մի արարողությամբ, որը կատարելապես արտացոլում էր երկու աշխարհների միությունը։ Անցկացվելով Երանի մերձակայքում գտնվող իրենց միասին գնված ամառանոցի այգում, այն համատեղում էր պարզության բարդության տառերը։ Կարինեն հագել էր հայտնի դիզայների կողմից ստեղծված զգեստ, բայց ոգեշնչված իր տատի հարսանեկան զգեստից։ Դեկորացիան խառնում էր հազվագյուտ խոլորձները տարածաշրջանում հավաքված դաշտային ծաղիկների հետ։ Ճաշացուցակը, որը պատրաստել էր մրցանակակիր շեֆ խոհարարը, ներառում էր հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ, ներառյալ Կենտրոնի շուկայի հայտնի պաստելները։
Երդումները փոխանակվեցին մայրամուտին, ոսկեգույն լույսը ողողում էր զույգին, մինչ նրանք խոստանում էին միասին կառուցել կյանք, հիմնված ոչ թե արտաքին ակնկալիքների կամ սոցիալական կոնվենցիաների վրա, այլ սիրո, հարգանքի, իսկության ամուր հիմքի վրա։ Խոստանում եմ երբեք չմոռանալ, որ մեր ուժը հենց տարբերություններում է, ասաց Գորգը, ձայնը հաստատուն, չնայած աչքերում տեսանելի հուզմունքին։ Որ այն, ինչ մենք միասին կառուցում ենք, ավելի արժեքավոր է, քան ցանկացած նյութական հարստություն։ Եվ ես խոստանում եմ միշտ լինել ձեր խարիսխը իրականության մեջ, ձեր ապաստանը, երբ կորպորատիվ աշխարհը չափազանց սառը թվա, պատասխանեց Կարինեն։ Խոստանում եմ ձեզ ամեն օր հիշեցնել, որ ձեր արժեքը նրանում է, թե ով եք, ոչ թե այն, ինչ ունեք։ Հաջորդող խնջույքը տեց մինչ լուսաբաց, ամենատարբեր սոցիալական շրջանակների հյուրերով, ովքեր խառնվում էին առանց այն անտեսանելի պատնեշների, որոնք սովորաբար կբաժանեին նրանց։ Բարձրաստիճան գործադիրները պարում էին Կարինեի մանկության ընկերների կողքին։ Նրա մայրը ավանդական բաղադրատոմսեր էր սովորեցնում հետաքրքրված հասարակական կանանց։ Հայրը պատմություններ էր կիսում միջազգային ներդրողների հետ։ Մի հանգիստ պահի, երբ խնջույքը իր գագաթնակետին էր, նրանք կարողացան փախչել այգու մեկուսի անկյուն, Գորգը Կարինեին գրկեց թիկունքից, երկուսն էլ դիտում էին իրենց միության տոնակատարությունը։ Երջանիկ ես, հարցրեց նա, մեղմորեն համբուրելով նրա պարանոցը։ Ավելի, քան երբե պատկերացնում էի, որ հնարավոր է, պատասխանեց նա, շրջվելով նրա գրկում, նրան նայելու։ Ով կասկածեր, որ վերելակում անհարմար խոսակցությունը մեզ այստեղ կհասցներ։ Գորգը ծիծաղեց, այդ անկեղծ ծիծաղը, որը նախկինում այնքան հազվադեպ էր, որն այժմ դարձել էր իր կյանքի կանոնավոր մասը։ Կարծում եմ, մենք պետք է շնորհակալություն հայտնենք այդ վերելակին, կատակեց նա։ Միգուցե պետք է ինչ-որ կերպ հարգենք այն։ Ինչպես կլինի, եթե մեր առաջին երեխային անվանենք դրա պատվին, առաջարկեց Կարինեն, աչքերում չարաճճի փայլով։ Փոքրիկ վերելակ Վարդանյան Դավթյան։ Լավ է հնչում, չեք կարծում։ Սարսափելի է, Գորգը բարձր ծիծաղեց։ Բայց միգուցե կարող ենք այցելել այն վայրը, որտեղ ամեն ինչ սկսվեց, նախքան վաղը մեղրամիս մեկնելը։ Հաջորդ օրը, վերջին հյուրերին հրաժեշտ տալուց Հունաստան մեկնելուց առաջ, զույգը անսպասելի կանգառ կատարեց Innovatec-ի գլխավոր գրասենյակում, կիրակի առօտ օրը լուռ։ Գորգի հատուկ մուտքի բանալիով նրանք բարձրացան այն հարկ, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նույն վերելակը, այժմ դատարկ լուռ, սպասում էր նրանց։ Երբ դռները փակվեցին, մեկուսացնելով նրանց արտաքին աշխարհից, Գորգը բռնեց Կարինեի ձեռքերը իր ձեռքերի մեջ։ Ահա մենք։ Այնտեղ, որտեղ դուք ընդմիշտ փոխեցիք իմ կյանքը ձեր ապշեցուցիչ անկեղծությամբ։ Կարինեն ժպտաց, հիշելով այդ առաջին հանդիպման շփոթությունը, այն ամոթը, որը նա զգացել էր, հասկանալով, որ նա լսել է իր ամենախորը խոստովանությունը։ Ով կասկածեր, որ ընդհանուր նվաստացման այդ պահը կլիներ իմ կյանքի ամենամեծ երջանկության սկիզբը։ Դա նվաստացում չէր, ուղեց Գորգը։ Դա իսկություն էր։ Դա դուք էիք, իրական արտաքինի աշխարհում։ Եվ հենց դա էլ գրավեց ինձ։ Մինչ վերելակը բարձրանում իջնում էր, կատարելով այն ուղին, որը ականատես էր եղել նրանց պատմության սկզբին, Կարինեն Գորգը համբույրով կնքեցին ապագայի խոստումը, կառուցված ոչ թե սոցիալական ակնկալիքների կամ ծագման տարբերությունների վրա, այլ իրական սիրո ամուր հիմքի վրա, մի սեր, որը անցնում էր թվացյալ անհամատեղելի աշխարհների սահմանները, ստեղծելու ինչ-որ նոր, իսկական արտակարգ իրական բան։ Պատմության ավարտը սիրելի հեռուստադիտողներ, հուսով ենք, որ Կարինեի Գորգի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Սիրո այս ճանապարհորդությունը, որը հաղթահարում է սոցիալական արգելքները, նախապաշարմունքները, մեզ հիշեցնում է, որ իսկությունը ամենամեծ գանձն է, որը մենք կարող ենք առաջարկել մեկին։ Նմանատիպ էլ ավելի հուզիչ պատմությունների համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, որը կգտնեք սեղմելով ձախ կողմի հղման վրա։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ զգացմունքներ է արթնացրել, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, թողնել ձեր հավանումը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նոր պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային ամենախորը զգացմունքները։ Իսկ դուք երբե ապրել եք սեր, որը հաղթահարել է տարբերությունները։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր փորձառությունները կարդալուն։